օրինակ իմ Ավստրիայի բանկի on-line banking-ը համեմատեմ իմ հայկական բանկի on-line banking-ի հետ, որ շատ մեծ տարբերություն կա ի օգուտ հայկականի։ Իհարկե։ Այսինքն ստեղծվում է ոնց որ քո թվային ինքնությունը ու ցանկացած գործարք դու քո հեռախոսով կան on-line կարաս անես առանց քո ինքնությունը ֆիզիկապես հաստատելու։ Մեր խնդիրը էլ եմ ասում, այնա որ արագ շուկային տրամադրել անվտանգ, ապահով, սերտիֆիկացված լուծում։ Հեռուն գնալով հասնենք այնտեղ, որ հայկական էլեկտրոնային ստորագրությունը փոխճանաչելի լինի Եվրոպայում։ Երբ որ մարդկանց խաբեությամբ իրանց անունով տարբեր վարկեր են վերցնում, ու այս վերջերս այդ դեպքերը շատացել։ Կոնֆլիկտը ինչից է առաջանում։ Երբ որ ես մի բան անում եմ իմ կարծիքով լավ միտում ունենալով, բայց քո ընկալումը այդ իմ արածի նկատմամբ հակառակն էր։ Իսկ դա լուծելու կարծում եմ ամենահեշտ ձևը կոմունիկացիան է։ Մենք չենք ուզում վատամարդ լինենք։ Մեզ թվում է, որ լավ մենեջեր լինելը դա վատամարդ լինելն է։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդքասթի հյուրն էր Իմ ID ընկերության տնօրեն Կարեն Մկոյանը։ Կարենի հետ զրուցել ենք Իմ ID-ի մասին, զրուցել ենք թվային տրանսֆորմացիայի, Եվրոպայի եւ Հայաստանի աշխատանքային մշակույթների տարբերության, մենեջմենթի փոփոխությունների եւ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք լայք կոճակը եւ եթե հավանում եք այն ինչ որ մենք անում ենք, մեր ոդքասթին ֆինանսապես կարող եք աջակցել Patreon-ի միջոցով։ Շատ շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր դա արդեն անում են։ Իսկ Rearrange-ը արդեն ինձ թվում է բոլորդ գիտեք, որ 5 տարեկան է։ Մեր առաջին միջոցառումը արդեն արել ենք անում, որը շատ լավ անցավ, շատ հետաքրքիր զրույցներ ունեցանք, լիքը հետաքրքիր նոր մարդկանց հետ ծանոթացանք, կարճ ասած շատ լավ ժամանակ անցկացրեցինք իրար հետ։ Իսկ Հայաստանում մայիսի 10-ին ունենալու ենք մեր ծննդյան տարեդարձի շարունակությունը։ Նշելու ենք մեր ծնունդը Հայաստանում։ Ունենալու ենք լայվ ոդքասթներ, դուք ինքներդ կկարողանաք մասնակցել այդ ոդքասթներին եւ ձեր հարցերը տաք հյուրերին, կշփվենք, լավ ժամանակ կանցկացնենք, նենց որ մայիսի 10-ին կսպասեմ ձեզ մեր լայվ ոդքասթին։ Իսկ տոմսերը կարող եք գնել rearrange.am կայքից։ Դե ինչ, կտեսնվենք մայիսի 10-ին։ Գնացինք։ Կարեն ջան, ո՞նց ես։ Շատ լավ, մերսի Նարեկ ջան, դու։ Լավ, մերսի շատ։ Ինձ միշտ այդ հարցը հետաքրքրում է ու առաջի մարդը չեք որ կտամ այդ հարցը ինչի հետ եկաք Հայաստան։ Շատ լավ հարց է։ Հոկտեմբերից, չէ՞։ Այո, անցած տարվա հոկտեմբերից իրականում սեպտեմբերին է մի քանի անգամ գնացի եկա, բայց ոնց որ մշտական տեղափոխվեցի հոկտեմբերի սկզբից հենց։ Նո ինչին լավ, շատ լավ հարց է, մի քիչ նախապատմություն ունի իհարկե։ Բայց եթե կարճ պատասխանեմ, մեր նոր կազմակերպությունը Իմ ID-ն արդեն հիմնադրվել էր, բայց այդ Իմ ID-ի գաղափարը առաջնորդելու համար։ Դու հիմնադիրներից ես։ Չէ, հիմնադիրներից չեմ, ես գործադիր եմ։ Իսկ ովքեր են հիմնադիրները։ Հիմնադիրները ուրեմն հիմնադրվել է 10 բանկի եւ բոլոր 3 տելեկոմների կողմից, այսինքն շատ մեծ եւ սոլիդ խորհուրդ ունենք։ Այսինքն ինքնից անհատներ ինչի պատկանում։ Վիզայի նման է։ Այո։ Վիզա համակարգի։ Արկա, երևի արկա։ Չէ, բանը ամերիկյան վիզան իրական տենց հասկացեմ մի քանի բանկերի միություն է ինքը։ Հիմա չգիտեմ ստրուկտուրան փոխվել է թե չէ, բայց այն ժամանակ տենց էր։ Դե ընդհանրապես միջազգային պրակտիկան, երբ որ խոսքը գնում է, ասենք, այս մասշտաբի ծրագրերի մասին, այս մասշտաբի խնդիրները լուծելու մասին, միգուցե մի քիչ հետո մեր այն խնդիրները, որ լուծում ենք, դրանց մասին եք խոսանք, այդ դեպքում միշտ ինչ որ կոնսոլիդացիայի արդյունքում է, այդ կազմակերպությունները ստեղծվում։ Արմեն Ավագյան, որ պատմեց ընկերության մասին, շատ հետաքրքիր է, որովհետև իմ հասկանալով այս ամեն ինչից ինչ որ դուք ստեղծում եք, միլիոնավոր հայեր են օգտվել, երևի բոլորը։ Ինչ որ մի փուլում երևի բոլորն են դրանից օգտվելու, դրա համար անպայման ուզում եմ որ մանրամասը խոսենք, հասկանանք։ Այո, մեր նպատակը հենց է դա, որ բոլորը։ Ինչ է այդ product-ը, ինչ են 10 բանկ ու 3 տելեկոմ, ճիշտ լսեցի, 3 չէ, 3 տելեկոմ իրար գլուխ հավաքվել, միացել, որ ստեղծեն մի հատ product։
Ну, երևի մի product չասենք, հա, երևի այդ գաղափարը փորձեմ ասենց մատների վրա նկարագրել, որը այնքան էլ հեշտ չի, բայց խոսքը գնում է electronic identity-ի մասին, այսինքն թվային ինքնության մասին, եւ թվային դաշտում գործարքներ, ստորագրություններ, կնիքներ անելու մասին, հա, խիստ նույնականանալու մասին, անձը խիստ վերիֆիկացնելու մասին, եւ կարծես թե բանկերը, թե տելեկոմները բոլորը այդ խնդիրը ունեն եւ ունեին եւ բոլորը ինչ որ տեսակ լուծումներ էին տվել այդ խնդրին։ Եվ ինձ թվում է, ну մի քանի բաղադրիչ կա թե ինչի կոնսոլիդացվեցին, հա, այդ 10+3-ը, առաջինը որպեսզի այդ խնդիրը մի անգամ լուծեն, լավ լուծեն, ճիշտ լուծեն, ֆունդամենտալ լուծեն, ճիշտ regulation-ների եւ օրենսդրական դաշտերի կարգավորումների շրջանակում լուծեն, բայց միևնույն դա մի բաղադրիչն է, հա, այսինքն այդ բիզնես բաղադրիչը։ Իսկ իմ կարծիքով նաեւ մյուս բաղադրիչը, որի մասին անպայման կուզենայի նշել, որ բոլոր այդ 10 բանկերն ու 3 տելեկոմները, բոլոր հիմնադիրները գիտակցում էին, որ սա ազգային ինֆրաստրուկտուրայի էլեմենտ է, եւ բոլորը ուզում էին իրանց լուման ներդրած լինեին այս մնայուն մեծ եւ սոլիդ գործ անելու համար։ So այդ երկու բաղադրիչը, հա, եւ մեր հիմնադիրների շրջանակում եւ խորհրդի շրջանակում ոչ ոք սա որպես զուտ բիզնես չի դիտարկում, զուտ իրանց կազմակերպության բանկի խնդիրը լուծելու խնդիր չի դիտարկվում սա, այլ դիտարկում է մեծ ինչ-որ մի բանի, մեծ ազգային մի բանի մի մաս։ Այսինքն այդ ծրագրերը, որ պատրաստել են, նաև ինչ-որ պետական ծառայություններից է կարան, չէ՞, դա օգտվում։ Այո։ Ճիշտ եմ հասկանում, այսինքն ստեղծվում է ոնց որ քո թվային ինքնությունը, որը անձնագրին, ID քարտին ու մնացած ամեն ինչը կարա դարձնի թվային, ու ցանկացած գործարք բանկային կլինի, պետական կլինի, տելեկոմի հետ կապված կլինի, ցանկացած գործարք դու քո հեռախոսով կան on-line կարաս անես, առանց քո ինքնությունը ինչ որ մի ձև հաստատելու, հա, ֆիզիկապես հաստատելու, առանց ֆիզիկապես հաստատելու, այսինքն որ պատկերացնես, եթե ավելի փորձեմ sense զուգահեռներ տանել, հա, պատկերացրա մեր ինքնությունը մենք հաստատում ենք ինչով, մեր ինքնությամբ հաստատում, որը մեր անձնագրի քարտով, իսկ մեր փաստաթղթերը մենք հաստատում ենք մեր ինքնության մյուս էլեմենտով, որը մեր ստորագրությունն է։ Հա, հիմա այս ամեն ինչը մենք տանում ենք թվային դաշտ։ Ասում ենք, որ մարդը ունի այո իր հայկական կապույտ անձնագիրը եւ ունի նաեւ իր էլեկտրոնային identity-ին ինչ որ կրիչի վրա։ Մեր ոդկասթի գործընկեր Իտալ Սոլարն արդեն ունի իմ կարծիքով ամենաօգտակար պրոդուկտներից մեկը՝ արևային մարկոսներ։ Ինչ է դա տալիս։ Էներգետիկ անկախություն։ Իսկ դա նշանակում է, որ հոսանքազրկումները քեզ չեն սպառնում, եւ դու ունենում ես լույս այն ժամանակ, երբ ողջ տարածքը հոսանքազրկված է։ Իսկ այդ մասին տեղեկանում ես հատուկ հավելվածի միջոցով, որով ստանում ես ծանոթություն, որ արդեն անցել ես կուտակած էներգիան սպառելուն։ Ավելի մանրամասն տեղեկության համար զանգարիր 8128 հեռախոսահամարով։ Բայց ինչ որ հիմա ասում եք, ոնց որ դրա տարբեր կտորներ իրականում կարող, չգիտեմ, ես on-line առանց բանկ գնալու կարողացել եմ բանկի հաշիվ բացեմ անձնագիրը սկանանելով, սելֆի անելով, կամ չգիտեմ on-line բանկային գործարքները իմ դեպքում iPhone-ը Face ID-ով հաստատում եմ, որ ես եմ, գործարքը արվում է, այդ ID քարտերի մեջ այդ որ չիպը կա, դրանով կարողանում ենք օրինակ հարկային հաշվետվություններ ստորագրենք, ինչն է դրանից տարբերությունը, որովհետև տարբեր կտորները կա ու աշխատում է։ Դու շատ լավ ես Նարեկ ասում, որ տարբեր կտորները կան, բայց հոլիստիկ այդ ամեն ինչը իրար կապած չկա, եւ կա քանի որ կտորները կան, օգտագործողի տեսանկյունից մի քիչ անհասկանալի է, թե սկիզբը որտեղ է, վերջը որտեղ է։ Եվ մի բան էլ նշեմ, որ դու ասում ես անձնագիրը scan եմ անում եւ այլն, այսինքն ճիշտ իմպլեմենտացիայի դեպքում նույնիսկ անձնագիր scan անելու անհրաժեշտություն չի լինելու, հա, այսինքն քո electronic identity-ին ոչ թե scan արած ֆայլի, electronic հասկանում ենք ոչ թե scan արած ֆայլ, այլ թվային digital certificate, թվային սերտիֆիկատ, որը պարունակում է քո արդեն տվյալները, որը խիստ կարող է նույնականացնել քեզ որպես Նարեկ, այսինչ անձնագրի տվյալները։ Իսկ այդ տեխնոլոգիան ո՞նց է աշխատում։
ու այդ տեխնոլոգիան հիմնված է կոչվում է բաց բանալներ private key infrastructure այդ գաղափարի վրա որ կա չեմ ուզում շատ տեխնիկական okay ամեր լսողներս ունեն ես էլ եմ սիրում տեխնիկական կա public key կա private key եւ կա մի հանրային ու մասնավոր բանալիներ հա որը կրիպտոգրաֆիայի հիմքերն է հա այսինքն հիմա եթե blockchain-ով հա չէ blockchain չի որ հիմա չգիտեմ մեր ձեր լսողները նայողները YouTube-ում ման PKI infrastructure իրանց բերելու է Alice and Bobby example-ը օրինակը որ Alice-ը ունի public key-ն, Bob-ը ունի private key-ն, մի հատ էլ կա մարմին, որը կոչվում է The Certification Authority, ով որ տրամադրում է այդ բաները եւ այդ բոլորի կոմբինացիան միասին աշխատելով ստանում ենք թերևս այսօրվա ամենաապահով կրիպտոգրաֆիայի տեսակետից ամենաապահով լուծումը իսկ ինչի այնք ամենաապահով օրինակ միշտ վտանգ կա չէ օրինակ մենք թշնամի երկրներ ունենք մեր կողքը մյուս կողմից մտածում ես եթե միլիոնավոր հայերի լրիվ ինֆորմացիան on-line տես պահպանվելու է որը առանց քո ներկա լինելու քո անձնագրի կարա հաստատի որ դու ես մի կողմից էլ մտածում ես բա այդ եթե հանկարծ կոտրեն շատ լավ հարց է այնտեղ է որ ռեգուլյացիան է գալիս կարգավորումներն է գալիս մեզ օգնության որտեվ այդ կարգավորումները համենայն դեպս Եվրոպայում շատ խիստ է դրված թե ոչ միայն ինչպես պետք է պահպանել այդ տվյալները այլև ինչ սարքավորումների մեջ պետք է պահպանել այսինքն hard level-ով այո ինքը կոչվում է բավականին թանկ սարքավորումներ են եւ բավականին սպეციფიկ իրանց օգտագործման տեսակետից կոչվում են hardware security modules HSMs որը շատ կոնկրետ վենդորներ են արտադրում եւ իրականում ինքը կրկնակի օգտագործման սարքավորում է համարվում Այդ ինչ է նշանակում։ Նշանակում է, որ դու այդ սարքավորումը կարաս սուզանավի վրա օգտագործես, որպեսզի, չգիտեմ, ինչ-որ նուկլեար ինչ-որ բաներ պահպանես, բայց կարաս նաև օգտագործես խաղաղ նպատակներով, ոնց որ մնացած աշխարհն է օգտագործում, մարդկանց private եւ private key-երը պահելու այդ հանրային secure element ունի ինքը իր մեջ, այսինքն սարքավորման hardware-ի մակարդակով պահվում են այդ տվյալները։ Հասկացա, որ ռեգուլյացիաները եվրոպական է, սերտիֆիկատն է Եվրոպայից եք ստանում։ Մենք հիմա սկսում ենք գործընթաց եվրոպական այդ regulation-ը, որ կարգավորում է այդ ամեն ինչը, կոչվում է EIDAS, գերմանական է, եվրոպական, ամբողջ Եվրոպայում եք, որը իրականում դե Եվրոպայի, չգիտեմ, դրական երևի կողմերից մեկը իրանց բյուրոկրատիկ ապարատն է, այսինքն երբ որ ես լավ առումով եմ ասում դրական, որ երբ որ ինչ-որ regulation ուժի մեջ է մտնում, հա, դա նշանակում է դա բոլոր member states-երի կողմից ընդունված է բոլոր երկրները պետք է հաստատեն, բոլոր երկրները շատ մանրամասն նայել են եւ ուսումնասիրել են եւ կոմենտ են արել եւ իրանց կարծիքն են հայտնել, հա, այսինքն այն փաստը, որ սա Եվրոպայում ընդունված regulation է, դա արդեն շատ solid հիմքեր է տալիս։ Եվ կարծես թե այս EIDAS regulation-ը դառնում է de facto standard electronic identification-ի ոլորտում, որովհետև օրինակի համար Ճապոնիան շատ ուշադիր հետևում է այդ regulation-ին եւ գործընթաց ասել ինչ որ չափով ադոպտացնել դա։ Հա, կամ 100%-ով։ Այսինքն այդ մասով Եվրոպան առաջատար է այսօր աշխարհում։ Շատ առաջ է Եվրոպան այդ առումով, ռեգուլատոր առումով։ Հայաստանը իդեպ եւս մենք ունենք օրենքներ այդ մասով կապված։ Ունենք հին օրենքներ այդ մասով, շատ հին, որը մի քիչ խնդիրներ է առաջացնում, որտեղ այդ օրենքը կառավարության որոշումներ կա եւ այլն, որը գրված է, չգիտեմ, երևի 2008, 2010, 14 տարբեր revision-ներով, որոնք արտացոլում են այն ժամանակ դա արդիական է եղել, ճիշտ է եղել։ Հիմա արդեն ինքը թարմացման կարիք ունի։ Հա։ Բայց Հայաստանը եւս սկսել է գործընթաց ուսումնասիրել այդ EIDAS regulation-ը, որ ամբողջովին կամ մասամբ, չգիտեմ, արդեն այդ review-ի արդյունքում հասկանալի կլինի, որ դա այդ regulation-ը եւս մենք ադոպտացնենք։ Հա, իսկ եթե հիմա այդ մեծ մասով կարգավորումներ պետական չկա, բայց դուք արդեն գործընթացը սկսել եք ու որոշ մասով արդեն աշխատում է։ Այդ ոնց հարվում է։ Չէ, կարգավորում նշ չի որ չկա։ Կա, իհարկե կա կարգավորում։ Կա, բայց մի քիչ հետընկած է ժամանակի առումով։ Այո, թարմացման կարիք ունի։ Դուք այդ մասով աշխատում եք։ Այո։
Այսինքն պետությանը խորհրդատվություն եք տալի այդ մասով։ Ну, պետությունը ունի իր խորհրդատուները, մենք մեր մասով փորձում ենք օգտակար լինել մեր իմացությունը եւ մեր փորձը, մեր ուսումնասիրությունները կիսվել, անանել, որտեվ այս մի քանի ամիսների ընթացքում իրականում մեր համար մենք երևի Եվրոպայի բոլոր այս ոլորտի մարդկանց հետ մեծ մասամբ կարծես թե բոլորի հետ նույնիսկ հանդիպել ենք, մեր մոտ ենք հրավիրել, մենք ենք գնացել, այսինքն շատ մանրամասն եվրոպական փորձը շատ մանրամասն ուսումնասիրել ենք մի քանի նպատակով, որպեսզի ակսելերացնենք այս գործընթացը, այսինքն չանենք այն սխալները, որ իրանք արդեն արել են, այդ մեկ, երկրորդը այդ knowledge transfer, գիտելիքներ ձեռք բերելու առումով, սա նարեկ որ պատկերացնեն շատ նիշային շուկա է, եւ գիտելիքն էլ շատ սպეციფიկ է եւ շատ կենտրոնացված է, եւ այս բոլոր մեր գոլեգաները, պարտներները, այդ ծառայություն մատուցողները, վստահության ծառայություն մատուցողները, trust service providers, այդ տենցա կոչվում վստահության ծառայություն, ոլորտը կոչվում է վստահության ծառայությունների ոլորտ, բոլորը սիրով կիսվում են այդ բանը, գիտելիքը, անցած փորձը, թե տեխնիկական, թե legal մանրուքները, թե business case-ի տեսակետից ինչ անել, ինչ չանել, ոնց անել, որտեվ նախ բոլորը ողջունում են այն փաստը, որ մենք այսպես solid հիմքերով ենք սկսում, բոլորի մոտ շատ մեծ զարմանք է, թե ոնց եք դուք կարողացել կոնսոլիդացնել 10 իրար հետ մրցող կազմակերպություններ։ Հարցը ես էլ էի տալու։ Բայց էդ է, իմ պատասխանը միշտ նույնն է եղել, որ այստեղ կա ազգային գաղափար, բիզնեսից բացի կա ազգային գաղափար, որը իհարկե շատ հրապուրիչ է եւ համել ոնց որ ցույց է տալիս մեր նպատակների խորությունը, հա։ So այդ առումով մեծ սիրով փոխանակվում ենք տեխնիկական ոչ միայն փորձառություններով։ Երևի մի տարի առաջ, հիմա լավ չեմ հիշում, ներսեսներ էր իմ մոտ, էլի այս թվայնացման թեմայով ենք խոսում, ոնց հասկացա, պետությունն է դրա ինչ-որ կտոր այս պայդրությամբ փորձում անի, ու էլի այս Էստոնիայի օրինակն էր բերում, որ Էստոնիան այդ մասով առաջատար է։ Իսկ այս սերվիսները կա Էստոնիայում։ Այո, իհարկե, Էստոնիայում եւ բոլոր եվրոպական երկրներում կան։ Եվրոպան հիմա գտնվում է այսպես կոչված digital decade-ի շրջանակում, թվային տասամյակի շրջանակում, որտեղ իրենք ունեն 3 առաջնայնություն, որոնցից մեկը, որ բոլոր հասարակական ծառայությունները, public services պետք է հասանելի լինեն բոլոր եվրոպական երկրներում բոլոր քաղաքացիներին թվային ճանապարհով, թվային եղանակով։ Այսինքն, չգիտեմ, մեքենայի արք ու վաճառք, շատ հաճելի է բոլոր գործողություններ եւ այլն։ So այդ առումով մենք շատ շահեկան դիրքում ենք, որ մենք ունենք մի էջենդա, որը զուգահեռ գնում է եվրոպական էջենդային եւ կարծես թե արդեն մենք հասել ենք այնտեղ։ Իսկ այս ամեն ինչը անելը թանկ է։ Ինչ ներդրումների մասին է խոսքը։ Շատ թանկ է։ Այս նարեկ, այս ամեն ինչը կարելի է եւ թանկ անել եւ էժան, հա։ Եթե դու էժան տարբերակով ես գնում, դու տալիս ես տեխնիկական լուծում, որը բոլոր ռեգուլյացիաներից դուրս է։ Հա, այսինքն այն որ ես ասում եմ hardware security module, այդ նույնը դու կարաս, չգիտեմ, սովորական flash drive-ի վրա պահես։ Հա, բայց սա ընդունելի է, սա ընդունելի չի։ Ստեղ պահված certificate-ը փող ճանաչելի չի, hardware security module-ի վրա պահվածը փող ճանաչելի է։ Հա, այսինքն այստեղ ավելի շատ ոչ թե տեխնիկական իրականացումն է խնդիրը, ոչ թե խնդիրը, այլ թանկությունը, հա, այլ ստեղծել համապատասխանել բոլոր կանոններին, այդ բոլոր խաղի կանոններին, որոնք շատ խիստ են դրված։ Հա, հասկանալի է։ Դե այդ ինչ որ առումով վստահություն առաջացնում, որ գոնե եվրոպական ստանդարտներով ենք անում։ Այո։ Դե խնդիրը իրականում էդ է, հա, որովհետև եթե անել հենց ինչ որ մի բան, այդ որ ասում եմ, բոլորն է կարային անեն։ Տարիներ առաջ, երևի մի 2-3 տարի առաջ որ բան կրիպտոն, բլոկչեյնը իրա պիկի վրա ու բոլորը
blockchain startup ունեին, շատերն են խոսում, որ այս տեխնոլոգիաները, այս ամեն ինչը կարելի է blockchain-ով անել։ Այդ մասով խորացել եք։ Կարելի է անել մակարդակի վրա, խորացել ենք, բայց նորից եմ ասում, մենք ուզում ենք value ստեղծել, հա, այսինքն հնարյուն արժեք ստեղծել։ Blockchain-ը իհարկե իմ ամբողջ որը հարգանքով դեպի blockchain, բայց դեռ այդ մակարդակի չի հասել, որ երկրները մասսայականորեն օգտագործեն կամ այս իրենց ազգային ինֆրաստրուկտուրան կառուցեն blockchain-ի վրա։ Իհարկե շատ լավ տեխնոլոգիա է, շատ մեծ ապագա ունի եւ այլն, բայց դեռ այդքան բան չի։ Իսկ եթե պրակտիկ նայենք, ինքը պրակտիկ առումով ես օրինակ Նարեկն եմ, որ օգտվում եմ on-line banking-ից, որ օգտվում եմ պետական ծառայություններից, չգիտեմ, ինչ որ գույք խառնում ու ծախում, ինչ որ բաներ ավեր անվանափոխություն անում, նվիրատվություն անում, չգիտեմ, տուգանք մուծում անընդհատ, ինչ որ տարբեր սերվիսներից եմ օգտվում, որը ամեն անգամ պահանջում է քո ինքնության հաստատումը։ Այս սերվիսը, որ արդեն լիովին սկսի աշխատի, գիտեմ, մի մասը արդեն աշխատում է, ինչա փոխելու օրինակ իմ կյանքում։ Ոնց է ինչի ես պետք է իրանից օգտվեմ, էլի։ Նայ Նարեկ, մենք ուզում ենք գնանք հիմա մենակ պետականի կտորն է, չէ՞ աշխատում։ Պետականի կտորն է աշխատում եւ դա մի քիչ մեզ խանգարում է, որտեղ բոլորի մոտ այս էլեկտրոնային ստորագրությունը ու նույնականացումը ասոցացվում է պետական ինչ-որ, չգիտեմ, պետեկամուտներում հայտարարում անելու հետ կամ, չգիտեմ, ոստիկանություն լոգին լինելու հետ, բայց դա use case-երից մեկն է, հա։ Ոչ միայն մեկն է, այն ամենաչնչինն է, որտեղ եթե դու այս անձը, հա, քաղաքացին, քանի անգամ է շփվում պետական կառույցների հետ, հա, իր, ասենք, մի տարվա ընթացքում, հա, կամ կյանքի ընթացքում, չգիտեմ, ինչքան երկար դե տարվա մեջ ինչ է, երևի մեքենաների տուգանքներն է, գույքահարկն է մեքենայի տան 10 անգամ, հա, կարանք ասենք մի 10։ Հա, մի անգամ երևի հայտարարում, ես անցած տարի արդեն հայտարարում արել եմ, որտեվ բիզնես ունեմ իմ անունով, ու եթե բիզնեսի ստորագրությունը քո անձնագրով է, մեկ է դա էլի, ասենք սովորական մարդը որ բիզնես չունի շատ քիչ է առնչվում, հա, բայց բանկինգը հիմա պատկերացրա, իսկ օրը քանի անգամ ես բանկինգից օգտվում, օրը քանի անգամ ես, չգիտեմ, վճարահաշվարկայիններից օգտվում, օրը քանի անգամ ես ինչ որ միտեղ on-line քո ինքնությունը հաստատում, հա, այսինքն մենք ուզում ենք diversify-կացնենք այդ use case-ները, որ սա գործիք է, որը թույլ է տալիս Նարեկին խիստ նույնականացնել, ասել որ այո, սա Նարեկն է, առանց Նարեկին տանել հասցնելու պասպորտ սեղան, նոտար, չգիտեմ, շատ բազմազան են։ Այսօրվա պատմություն պատմեմ։ Հենց այսօր աղոտ եղնեցի առավոտվա պասպորտ սեղան եմ գնում անձնագիրս փոխելու, որտեղ մի քանի ամիս է մնացել։ Ասում եմ, չենք կարող անենք։ Ասում եմ, ինչի, ասում եմ զինգերքույկը չես բերել։ Այդ սա դուք սաղ այդ տվյալները ունեք ֆիզիկապես այդ թղթի կտորը ինչի է պետք բերել, որ ես 35 տարեկան եմ, ծառայել եմ, բրծել եմ, այդ ամեն ինչ ունեմ, ձեր բազայում կա, որ ես ծառայել եմ, ինչի պետք է բերեմ, ասում եմ, չէ, պետք է բերեք, եթե նշանակում է պետք է մտնեմ նորից գրանցվեմ ու չգիտեմ, մի ամսից հերթս կհասնի թե չէ, ու շատ ներվայնացնող էլի ու հասկանում ես, որ դա կարա չլինի հանգիստ, որտեղ իրանք այդ տվյալները ունեն։ Այո, իհարկե, դա շատ լուծելի հարց է, իհարկե, որ ասում շատ լուծելի են, չէ, որ վաղը լուծվելու է այդ հարցը, բայց հենց այս մեր գործողությունները անելով մենք գնում ենք դրան, որ հա անձի մասին տվյալը մի տեղում է գտնվում եւ տարբեր կառույցներ կարողանում են այդ տվյալից օգտվել այն բանից հետո, երբ որ դու քո անձը կհաստատես, քո ինքնությունը կհաստատես։ Իսկ եթե հետ գնանք այն հարցին, թե ինչ կտա ինձ ամենօրյա իմ կյանքում, դա թե ինչ որ բան չի փոխվել։ Չէ, բացի նրանից, որ քո կյանքը իհապես կհեշտանա, որ դու ամեն օրինակ այս кейսը, որ դու պասպորտդ ուզում ես երկարացնես, սա իմ կարծիքով շատ լավ օրինակ է, իհարկե պետականի հետ առնչվող, բայց միևնույնն է, շատ լավ օրինակ է, որ քեզ պետք է առնվազն մի անգամ անձդ հաստատել, մի անգամ ստորագրել։ Այս երկու գործողությունները դու կարողանալու ես անել օրինակ on-line, երբ որ օրինակ այդ ինֆրաստրուկտուրան պետական պատրաստ լինի։ Իսկ private-ի տեսակետից, բիզնեսի տեսակետից
օրինակի համար բանկերում, հա, հիմա ոնց է ամեն անգամ դու ավելի լավ օրինակ բերեմ, լավ։ Հիմա երբ որ դու զանգում ես բանկ, ինչ որ հարցով, հա, չգիտեմ, լիմիտը ես ուզում մեծացնես կամ ինչ որ չգիտեմ, 5 րոպե, երևի 10 րոպե ծախսում ես այն բանի վրա, որ ասես, որ համոզես, որ դու Նարեկն ես, չգիտեմ, паспортիդ վերջին թվերն ես ասում, շանոթ անունն ես ասում, եւ այլն, կոշիկի համար, այո, մինչեւ որ բանկի աշխատողը միանշանակ վստահ լինի, որ Նարեկի հետ է խոսում, նոր քո հարցին ընթացք կտա։ Հիմա օրինակի համար մենք հիմա մի հատ use case ենք քննարկում, թե ոնց օգնել բանկերին, այդ մինչև երբ որ աշխատակիցը զանգը կստանա, արդեն նույնականացված մարդու զանգը ստանա։ Այսինքն եթե զանգեց, ֆիքսեց որ համարն է, արդեն ֆիքսեց որ համարն է, դու հեռախոսիդ վրա հաստատեցիր այն notification։ Այո, այն գործիքակազմով, որի վրա որ մենք աշխատում ենք, որը համարվում է խիստ նույնականացում։ Այսինքն դու խիստ նույնականացար եւ քո մոբայլի միջոցով հաստատեցիր, որ դու ես։ Այն ժամանակ, երբ որ բանկի աշխատակիցը հեռախոսը վերցնում է, արդեն ինքը գիտի, որ Նարեկի հետ է խոսում, բարև ձեզ Նարեկ, ինչով կարող եմ ձեզ այսօր օգնել։ Հա, այդ բանը էս վերջերս Ամերիկայի ընկերս զանգեց իր բանկ, ասաց հիմա բանկ անենք notification կուղարկենք քեզ, հեռախոսի վրա notification եկավ մի անգամից տենց, ասաց նա ցույց էր տալի ինչ հեշտ է, էլի, զուտ ինձ հետ ասաց սենց հաստատեց ու վերջ։ Ուրիշ բանկը արդեն բանկը ոչ մի ուրիշ հարց չտվեց, բանկը մի անգամից հաստատեց, որ ինքն է։ Այո։ Եվ դա ինչի է անվտանգ, ինչի է ապահով ի տարբերություն, չգիտեմ, OTP ուղարկելուց, one time այդ SMS-ով պարոլը, հա, ուղարկելուց, որտեվ նախ այդ ծառայությունը քեզ եւ բանկին մատուցում է վստահության ծառայության տրամադրող կազմակերպությունը, հա, իմ ID-ին օրինակի համար, որը արդեն իր credibility-ին եւ իր անվտանգությունը հաստատել է այդ սերտիֆիկացիայի process-ով անցնելու միջոցով։ Հա, այսինքն վստահության ծառայություն տրամադրողը վստահելի կազմակերպություն է։ Այդ մենք հիմա աուդիտի գործընթաց ենք սկսում, որ ոչ միայն մեր կազմակերպությունը այդ գործընթացի միջով անցնի, այլ նաեւ մեր ապագա ապրանքները եւ գործիքակազմը, որ լինի ինքը սերտիֆիկացված, որ լինի ինքը այդ վստահության կնիքը ունենանք, այսինքն ինքը լինի qualified։ Հա։ Իսկ ով աուդիտ անում, դրսի կամպանիա է։ Այո, եվրոպական այդ նույն կամպանիան, ով որ անում է, ով որ եվրոպական ընկերություններին տալիս է այդ EIDAS certification-ը, հա, այդ որ նոր թանգից ու էժանից ենք խոսում, կա trust service provider, կա qualified trust service provider, qualified trust service provider-ի տված թե product-ը, թե certificate-ը, թե այսինքն էլեկտրոնային ինքնությունը ամենավերջին մակարդակի, ամենաբարձր մակարդակի թե անվտանգության եւ թե credibility տեսակետից ամենաբարձրն է։ Հասկացա։ Հավասարազոր է, որ Նարեկը գնաց ինչ որ միտեղ անձնագիրը բացեց, ասեց էս ես եմ, կամ թղթի վրա գրիչով ստորագրեց։ Հասկացա։ Այսինքն իրանք հավասարվում են իրար։ Այդ առումով շատ դրական փոփոխություններ շուկայում կարելի։ Իսկ այդ սերվիսը օրինակ ուրիշ ընկերություններ, օրինակ չգիտեմ, shipping անող, ով որ քո տեղը կարա մաքսատուրք վճարի ու իրանք անձնագրի տվյալները պետք է։ Կարա օրինակ ձեզնից այդ սերվիսը վերցնի, որ դուք հաստատեք, որ ես եմ ու հետո պետությունն է հաստատվի ու միջնորդ ընկերությունը չգիտեմ, չունենա քո տվյալները, որովհետև գիտեք օրինակ ինչ շատ տարածված սցենար կա։ Օրինակ վիզա ես ուզում հանես կամ տուրիստական ես դիմում ու մարդիկ իրանց անձնագրերը Viber-ով, WhatsApp-ով տարբեր ընկերությունների են ուղարկում ու զարմանում ես, ասում եմ, մի հատ ինչ որ մարդու է զանգի, հենց նոր համարը սփյուրով տեսել ես, ասում անձնակիր ուղարկի վերցնում ուղարկել ես։ Ասում եմ ո՞նց է, էլի տենց բան անում։ Ու հետաքրքիր է, եթե կարան տուրիստականներ, չգիտեմ,
ռաստամոշկով զբաղվող տարբեր ընկերություններ, որտեղ քո անձնագրի կարիքը կա, այդ սերվիսից օգտվեն։ Ես ինձ ասեմ, որտեղ որ կա քո ինքնությունը հաստատելու կարիքը, ու այդ դեպքում մենք մեր ոչ մի ինֆորմացիան իրենց չենք տալու, չեն պահում։ Ոչ, իրանք ընդհանրապես գիտեն, որ այսինչ գործողություն անողը Նարեկն է։ Այս ստորագրության տերը Նարեկն է։ Էլ թե դու ինչի տակ ես ստորագրում, դա մենակ քո եւ այդ ում հետ որ ստորագրում ես իրանք որտեղ էս վերջերս չէ, տենց մեծ սկանդալ եղավ, որ մեծ ընկերություններից մեկից շատ լուրջ արտահոսքեր եղել, որ տասնյակ հազարավոր մարդկանց անձնագրերի տվյալներ, իմեյլներ, հեռախոսահամարներ հայտնվել էր ինտերնետում ու մինչև վերջը իրանք չընդունեցին իրանք սխալը ու ոչ մի բան չեղավ էլի, բայց որ մտածում ես ինչքան քո անձնական տվյալները բանկերում կան, սկանարած, չէ՞։ Հա, սկանարած, բանկերում կան, ինչ որ տուրիստականներում կան, հոսպիտալներում կան ու ամեն տեղ կա ու շանսը որ դրանցից ինչ որ մեկին կկոտրեն ու այդ ինֆորմացիան կդառնա, չգիտեմ, հակերների հասանելի վախենալու է, էլի։ Իհարկե։ Նո, այդ առումով գիտես Նարեկ, հիմա դու շատ հետաքրքիր տեղ ես գնում, այդ առումով շատ մեծ խնդիր է այդ իրազեկ լինելը, այդ կրթված լինելը, որ քո ասած այդ Viber-ով паспорт ուղարկելու բանը, հա։ Այսինքն ոնց մենք մեր երեխաների, մեր բոլորի քաղաքացիների այդ վարքագիծը ոնց փոխենք, հա, որ այս մարդիկ գիտակցեն, որ կա մեկ այլ ալտերնատիվ չկա։ Այո, ալտերնատիվ չկա։ Շնորհակալություն։ Երբ որ այդ ալտերնատիվը լինի, այս մարդիկ հասկացան, որ նույն արդյունքին իրանք կարան հասնեն առանց անձնագիրը ուղարկելու շատ անվտանգ մի ճանապարհով, հա, բայց դա մի քիչ երկար է տևելու ցավոք, հա, այսինքն ինչքան է timeline-ը, երևի 10-ից 20 տարի, հա, որ հասնենք դրան։ Չգիտեմ, ես մի քիչ լավատես եմ այդ առումով 5-ից 10։ Չէ, ինձ թվում է մենք 3-ից 5 տարում էական shift կկարողանանք արձանագրել, հա, տենց արագ։ Հա, որտեվ նայ ինչքան մենք շատացնենք այն use case-երը, այն տեղերը, որտեղ դու կարողանաս օգտագործես քո email-ին, դա արդեն քո այնքան արագ այնքան կոմոդ դա վարքագծային է դառնալու։ Ու իրականում ճիշտ եք ասում, լրիվ համաձայն եմ ձեր հետ, վարքագծային փոփոխությունները, եթե պետքա կամ բանա, շատ արագ առնում, որովհետև այսօր նայեք on-line առևտրին եթե նայում եք մարդկանց Հայաստանի մեծ երևի ամբողջ տարածքում կան Wildberries, Ozon, չգիտեմ, Onex, Globing, այդ տարբեր ծառայությունները կան ու բոլոր մարդիկ շատ արագ սովորեցին on-line shopping-ի, որը չգիտեմ, կարող է ինչ-որ առումով վատ ազդես տեղական բիզնեսի վրա, բայց երևի 2-3 տարվա մեջ լրիվ առևտրային պահելաձևը ամբողջ Հայաստանի փոխվեց։ Այո, որտեղ վարքագիծ։ Հա, վարքագիծ դառավ ու ինքը որովհետև փողոցային ժարգոն, կամ ասում պետքի համար էր, որովհետև մարդկանց ինչ-որ պետք էր ավելի էժանով ինչ-որ բան առնել էր։ Վերաձևակերպում պետք է համարի միտքը, որ մարդիկ լավ բանին շատ հեշտ են սովորում, հա։ Զուտ այդ, որտեվ հարմար է, որտեվ չես գնում, ասենք, չգիտեմ, խանութում հերթ կանգնում եւ բանանում, այդ ամենը շատ հարմար քո համակարգչից կամ հեռախոսից անում ես։ Այսինքն լավ բանին դու շատ ճիշտ ես ասում, ալտերնատիվ չկա, եթե դու մարդուն տալիս ես ալտերնատիվ, որը իր հարցերը end to end, հա, այսինքն սկզբից մինչև վերջ լուծում է, դա դառնում է մարդու համար լավ բան եւ ըստ այդմ դառնում է վարքագիծ եւ բաներն է կարա դրանից կչան այդ ֆրոդերը այդ հայրը երբ որ մարդկանց խաբեությամբ իրանց անունով տարբեր վարկեր են վերցնում ու այս վերջերս այդ դեպքերը շատացել հատկապես տարբեր այդ on-line կաշելոկների միջոցով մարդկանց զանգում են ասում են այս ընկերությունից ենք ձեզ SMS ենք ուղարկել մի հատ հաստատեք ու ես էլ եմ տենց զանգ ստացել ու հաստատել ես իհարկե ասում ես հենց հիմա Viber տվեք անձնագիր ես ուղարկել Չէ, ինչ որ իհարկե տեխնոլոգիան շատ լավ է, կրթված եւ իրազեկված քաղաքացին ու օգտատերը շատ լավ է, հա, բայց պետքա չմոռանանք, որ սա ընդհանրապես գործիք է, հա, հիմա դու տանդ դրան վրա ինչքան ուզես կարաս կողպեկ դնես, բայց եթե միևնույն ժամանակ տանես այդ կողպեկի բանը լիները աչուձախ բաժանես, պետքա չզարմանաս, որ գալիս են, եկես կողոպտում են, այսինքն ինչ որ սահման, այո, իհարկե, դա էապես անվտանգությունը էապես բարձրացնելու է
հիմիկվա համեմատ եւ այդ ամեն ինչը, բայց վերջի վերջո, եթե դու տանում ես տանդ բանալի տալիս ես, բայց աչուձախ պետքա սպասես, որ մի օր մի վատ բան կլինի, չէ՞։ Բայց պետք է գալի մեկա դրա այդ ուղղությամբ, չգիտեմ, այդ կենտրոնական բանկն անելու, պետությունը, մասնավոր ընկերությունները, բանկերը, որտեվ շատ արագ է ամեն ինչը մտավ մեր հասարակության մեջ, հատկապես մեծ սերնդին դժվար է հասկանալ իրանք ինչ-որ բան ճիշտ են անում թե չէ, որ եթե ինչ-որ միտեղից իրանք զանգ է գալի, իրանք սովորաբար վստահվել են ու դրա պատճառով դու որ տարիքային խմբի հետ ես նա դե կարելի ասել, չգիտեմ, 60-նանց մարդկանց համար դժվար է։ Հա, չէ, արի ես իմ կարծիքը ասեմ, էլի այդ առումով։ Կարող ես սխալ եմ ասում։ Նայ մի քիչ տարբեր է, որտեվ նայ 60-նանց մարդիկ, որ ասում են սովետ են տեսել, կարգափոխվել, գումար են կորցրել եւ այլն։ Այսինքն ինչ վերաբերվում է գումար, հələ մի հատ PIN-կոդը տասաբան, այդ մարդիկ ավելի կոնսերվատիվ են, ավելի, ասենց ասեմ, վախեցած են։ Հա, այո։ Իսկ, չգիտեմ, ասենք 45-ից 50 տարեկանները, հա, որ սովետ տեսել են, բայց փոքր էին, հա, բայց փոքր էին, հա, այդ իմ կարծիքով, հա, այդ մարդիկ ամենախոցելիներն են։ Հետաքրքիր տեսակետն է։ Չգիտեմ, ես այտենց եմ կարծում։ Պլյուս ավելի խոցելի են իրանցից այս Gen Z-ները, ովքեր որ արդեն ռեֆլեքսի մակարդակով ամեն ինչ confirm են անում, approve են անում եւ այլն, այսինքն առանց կարդալու, հա, արդեն մեխանիկական մակարդակով։ Եվ այդ, հա, իմ կարծիքով ամենաապահովները այն 60-նանցներն են, ովքեր որ ասում են, ես հայ post-ից բան չէի պատվիրել, ինչի են տվյալներս ուզում։ Հայ post-ը շատ մարդու բան արեց։ Նու հայ post-ը չէ, այդ խաբերությունը հայ post-ի անունից է, սխալ չարտահայտվենք։ Հա, իրականում այդ ավելի փոքր սերունդի մոտ շատ բաներ չեն կարդում։ Մի քանի օր առաջ նման բան եղավ, այնց քարտով վճարում արեցի, Apple Pay չեղավ, ասես ֆիզիկական քարտով անենք, ֆիզիկական քարտով արեցինք, ու տանը post-terminal-ի վրա գրած է, որ մտցրեք մեջը։ Բռնեց անջատած post-terminal։ Ասում եմ, բայց խի անջատած, ասում եմ, չի աշխատում, ասում եմ, բայց գրած է, որ պետք է մեծ չմտցնեմ։ Ասում եմ, մենք մեր մոտ հենց տենց արնում անջատում ենք։ Ասում եմ, ասում անգամ փորձել եք արագացում են գտել, հա։ Restart ենք անում, ասում եմ, ու նորից երկրորդ restart-ից հետո նույն տեքստը գրեց, մտցրեցի ու ասեցի, սպասեք մտցնեք, տեսեք ոնց աշխատում է, աշխատեց։ Ու այդ ժամանակ մտքովս ցանցա, որ ինչքան բաներ կա, որ մենք օքեյ ենք տալի, կամ այնց առանց մտածելու սեղմում ռեֆլեքսի մակարդակով ու չենք հասկանում ինչ արեցինք ու այդ ուշադիր կարդալու մշակույթը ոնց որ գնալով կորում է չենք խորանում օրինակ բանկերում է շատ անգամ կտեսնես որ մարդիկ պայմանագիր են կնքում հիպոթեկի կամ մեծ թվերի մասին է խոսքը չէ նոր քարտ չես տանում բայց անգամ այդ դեպքում պետք է թղթերը կարդալ մարդիկ վերջ է ստորագրում տալիս են ընդհանրապես չեն ծանոթանում պայմանագրին չեն նայում ինչա գրած խիա գրած ոնց է գրած ու ես ոչ մեկին չեմ մեղադրում այդ մարդկանց պետքա դրա մասին իրազեկել որ գիտեք ինչ պետքա կարդալ այն ինչի տակ դու ստորագրում ես որտեվ ստորագրելով դու քո վրա վերցնում ես պատասխանատվություն ես դու պետք է իմանաս ինչ պատասխանատվություն է ես Չէ, համաձայն եմ, ճիշտ ես ասում։ Այդ կարևոր թեմաներ է ու բայց հիմա ոնց որ այդ թեմաներով շատ են խոսում ու շատ կազմակերպություններ կան համասնավոր, համպետական, որ փորձում են այդ ուղղությամբ ինչ որ ծրագրեր անել, որ մարդիկ ավելի իրազեկված լինեն իրենց իրավունքների, պարտականությունների, այդ զերծարարությունների ու մնացած թեմաներով։ Իսկ դու իմ ID-ում տնորեն ոնց դարար հետաքրքիր պատմությունը Հայաստան դրա համար եկար բայց այդ պաշտոնը ոնց ստացվեց դե Հայաստան իրականում վերադարձա հենց այս պաշտոնը ստանձնելու համար նայ ես վերջին տարիներին ուշադիր հետևում եմ այսինքն միշտ եմ հետևել բայց վերջին տարիներին շատ ավելի ուշադիր Հայաստանի այս թվային զարգացման օրակարգին հա դրսից ոնց է երևում Դրսից կարամ ասեմ վերջին մի քանի տարին էական պրոգրես է երևում
Իհարկե դրսից ամեն ինչ մի քիչ ավելի սիրուն ու լավ է երևում, քան իրականում, բայց ես արդեն ներսում եմ լինելով կարամ ասեմ, որ այո, թվային այս տրանսֆորմացիան Հայաստանի համար առաջնային ուղղություն է, հա։ Հիմա դե տենց վերջին մի քանի տարին ուշադիր հետևում էի եւ փորձում էի ինչ որ ձևով օգտակար լինել, ինչ որ ձևով ոնց որ իմ լուման ներդնեի այս գաղափարի մեջ։ Հետո իրականում բավականին պատահական մեր խորհրդի անդամների հետ տեն զրույց ունեցանք, ոնց որ փոխանակվեցինք համ տեսակետներով, համ գաղափարներով, համ մոտեցումներով, սկսեցինք խոսալ ընթացքում ոնց որ ինձ մի քանի բան էլի շատ հրապուրեց այս ամբողջ պրոյեկտի մեջ առաջինը մասշտաբը, այդ scale-ը եւ այդ մասնակից կազմակերպությունների քանակը եւ ստանձնած, այսինքն լրջությունը, հա, commitment-ը։ Այդ մեկ մյուսը կարծեմ արդեն նշեցի, որ փաստորեն մենք անում ենք ինչ որ մի բան, հա, որը մնայուն արժեք է ստեղծելու մեր երկրի համար, հա, այսինքն մենք գիտակցում ենք, որ սա անում ենք բոլորիս համար, հա, բոլոր մեր քաղաքացիների, բոլորի համար։ Մյուսը, որ իհարկե ինչը շատ եւս հրապուրիչ է, որ այս նույն գործողությունները զուգահեռ տեղի են ունենում Եվրոպայում, հա, այսինքն սա համագործակցության լրիվ նոր հորիզոններ է բացում։ Եվ վերջը բիզնեսի առումով էլ իհարկե կա սրա հետևում բիզնես кейս, հա, բայց իմ տեսանկյունից այս մի քանի ոնց որ բաները, որ ասում եմ աստղերը ճիշտ էին բաշխվել, մի քանի բաները որ կպան իրար, ես կարելի ասել շատ առանց մտածելու, ինձ մի անգամից ասացի, օքեյ, եկեք սկսենք, եկեք անենք։ Իսկ ընտանիքը ոնց է այդ որոշումը տարա։ Ցավոտ դժվար հարց է, դժվար հարց է։ Չէ, ընտանիքս չի տեղափոխվել, ես մենակ եմ, որտեվ գործ, դպրոց, համալսարան եւ այլն, այսինքն ես մեր տան ամենամոբայլը կարելի ասել ես էի։ Իրականում իմ նախորդ աշխատանքները վերջին, չգիտեմ, 18 տարվա ընթացքում միշտ եղել է, որ ես ապրել եմ օրինակ համար Վիեննայում, բայց աշխատանքս եղել է, չգիտեմ, Ամստերդամում, Լոնդոնում, Փարիզում, այսինքն ես միշտ ցեն շարժման մեջ եմ եղել։ Տելեկոմ եք, չէ՞, երկար տարի։ Այո, բավական երկար 13 տարի։ Իսկ ինչ ֆունկցիա եք անում։ Ու շատ տարբեր ֆունկցիաներ եմ արել, բայց երևի ամենակարևոր ֆունկցիան այն պրոդուկտներից մեկը, որի համար ես պատասխանատու եմ իմ թիմերով, դա customer facing mail platform, այսինքն այդ Mail.ru-ի նման, sense ասեմ, կամ Google-ի նման, հա, չգիտեմ, որը սպասարկում էր մոտ 22 միլիոն բաժանորդ Եվրոպայով մեկ, եւ բարձա չէ ինքը միշտ միացած է, միշտ պետք է աշխատի, միլիոնավոր մեյլեր, on-normal scale։ Հա, այսինքն scale-ը շատ մեծ էր, pace-ը դու վազորդ ես, չէ, pace-ը, հա, pace-ը արագությունը, հա, ահավոր սերվիսի մակարդակը 24/7, հա, եւ դրանից բխող բոլոր հրապուրիչ եւ ոչ այնքան հետևանքներով։ Հա, ու այդ տեղի փորձը կօգնի, չէ՞, երևի այստեղ կարողանաք այդ մասշտաբը կառուցել։ Այո։ Միանշանակ, որտեվ ես ամեն ինչ մեծ scale-ով եմ նայում, հա, եւ նախագծում ենք մեր թիմերի հետ միասին ամեն ինչ մեծ scale-ի համար, ոչ թե փոքր խնդիրներ ենք լուծում, այլ փոքր խնդիր։ Մասշտաբային մեծ խնդիրներ, որոնց կարող, չգիտեմ, միլիոնավոր մարդիկ կարող օգտվել։ Այո։ Իսկ հեշտ է նման աշխատանքից հրաժարվել ու գալ հետ Հայաստան 0-ից նոր բան կառուցել։ Հեշտ էր այն առումով, որ նա իմ տեսանկյունից ես ասենց շատ բանով չասեմ, բայց իմ տեսանկյունից ես միսիա եմ ստանձնել, ուզում եմ այդ միսիան անեմ, հա։ Այսինքն այդ առումով իհարկե շատ հեշտ է, որովհետև ես գիտակցում եմ, որ բայց նաև վտանգ կա։ Նաև վտանգ կա։ Դժվար խնդիր է։ Դե եթե հեշտ խնդիր լիներ, վաղուց լուծված կլիներ, չէ՞։ Հա, դա կա։
Հեշտ չի, այո, հեշտ չի, որովհետև ամեն ինչ նորարարություն է եւ այս իմացությունն էլ ասեցի շատ նիշային է, հա, կամ դու թեմայի մեջ ես եւ խորանում ես sense համ հորիզոնական, համ vertical, կամ չէ, այսինքն կիսատ տեղյակ լինել, կիսատ թեմայի մեջ այս գործում չի լինում, պետք է ինչեւ։ Հա դա կիսատ տեղյակ, որ ես լնում ես, կարաս լավ ոդկաստ անես, բայց ոչ այդ վակարդակի աշխատանքներ։ Իսկ մշակութային առումով աշխատանքային կուլտուրաները հետ օրինակ անալիզ արել եք, ինչ տարբերություն կա Եվրոպա ու այդտեղ։ Շատ։ Ես ասեմ նարեկ, նույնիսկ Եվրոպայի մեջ էլ կա մշակութային աշխատանքային, ոչ միայն մշակութային, այլ աշխատանքային մշակութային շատ մեծ տարբերություններ, չգիտեմ, նույն Գերմանիան, եթե համեմատես Հոլանդիայի հետ կամ Անգլիայի կամ Ֆրանսիայի հետ, շատ տարբեր են։ Ինձ շատ օգնում է, որ ես այդ բոլոր կուլտուրաների հետ աշխատել եմ, թիմեր եմ ունեցել համարյա ամբողջ աշխարհից, so այդ մասը շատ է օգնում, բայց իհարկե Հայաստանն էլ իր սպეციფიკան ունի եւ լավ եւ վատ առումներով իմիջայլուց եկեք երկուսի մասն է պատմեք, էլի։ Լավ առումներով միգուցե արի վատից սկսենք, լավ։ Վատը միշտ ավելի հետաքրքիր է։ Չէ, դե վատ ասած իհարկե խոսքը կատաստրոֆայի մասին չի, բայց այդ արագության բանը, հա, արագ շարժվելու բանը, այստեղ մի քիչ մենք սենց նամանավանդ երբ որ եղանակներն էլ լավ են, որ բոլորը սենց հանգիստ իրանց համար, բան, այսինքն այդ արագ ինչ որ տեղ հասնելու, հա, արագ deliver անել, արագ execute անելու բանը չկա մեր մոտ մի քիչ։ Ասո հիմնական այդ պլյուս մի քիչ էլ ասեք տենց հանգիստ ենք, չենք շտապում գործը ավարտենք, հա, որ կարանք սկսենք, դե գործընթացը անում ենք, կլինի անենք, բան այսպես, հա, այսինքն այդ արագ բանը, չգիտեմ, իմ կարծիքով, հա, իմ շատ չէ, ճիշտ բան է, միգուցե սուբյեկտիվ է, բայց ասենք իմ վերջին 6 ամիսների անալիզը այդ է։ So այդ եւ փոքր մանրուքներ, ինչպեսիք են ուշանալը համատարած, այդ էլ դե չգիտեմ, ես արդեն չեմ պայքարում դրա դեմ, որտեղ դե անհնար է, դա իմ կարծիքով անհնար է մարդկանց այդքան խորը փոխել մարդկանց վարքագիծը, հա։ Բայց ես վերջերս ունակ այդ թեմով ընկերոջս հետ խոսում ենք Վահագի, որ իրականում առաջի լեվելով, որ դու մտածում ես աշխատանքից չուշանալն է գոլը, նպատակը, բայց պատճառ կա, ինչի են օրինակ շատերը ասում են մի ուշացի աշխատանքից պահանջում, որովհետև եթե դու ինչ-որ մի բան հետևողական ամեն օր անում ես, այսինքն չես ուշանում աշխատանքից։ Այդ նենց չի, որ դու տենց առավոտները սկսեցիր մի քիչ շուտ արթնանաս, դրանով կարողանալու ես անես, այդ ավելի խորքային, պահելաձևային փոփոխություն է պետք քո կյանքում։ ԴՆԹ-ի մակարդակով է։ Չէ, բանը պահելաձևային փոփոխություն է, ես ինքս քրոնիկ ուշացող եմ եղել ու կարողացել եմ փոխեմ։ Բայց այդ փոխելու համար մենակ տենց ասես առավոտը բուդիլնիկ դնես որ շուտ արթնանաս չի լինի, ավելի խորքային փոփոխություններ անհրաժեշտ կյանքից կյանքդ պետք է փոխես դրա համար։ Մտածելակերպը պետք է փոխես առաջինը։ Նախ դու որ ժամին ես քնում, որ այդ ժամին քնելու համար ինչ պետք է անես։ Այսինքն այնտեղ շաբաթվա ընթացքում իրիգունները խմելը մի անգամից պետք է բացառես։ Չկա, դու չես կարող անընդհատ քրոնիկ ուշ քնես ու շուտ արթնանաս։ Կամ սկսել ես վատ աշխատես քիչ քնելու պատճառով, կամ մի օր տես օրգանիզմը կոտրվել է։ Այո, իհարկե ունենալու։ Այսինքն եթե դու պետք է ունենաս բավարար քուն, երեկոները պետք է պլանավորած լինի դրա որ դու կարողանաս այդ ունենաս, երեկոները դե որ արդեն պլանավորում ես, всё դու արդեն մի քանի ֆակտոր սկսես փոխվես քո կյանքի մեջ մի քանի ֆակտոր պետք է փոխես։ Երեկոները ինչ ես անում, որ ժամին ես քնում, անգամ ինչ ես ուտում որ ժամը, որովհետև ուշ ուտելն էլ է դրա վրա ազդում ու լիքը բաներ պետք է փոխես, որ դու կարողանաս հասնես նրան, որ առավոտը գործից չուշանաս կամ անես այն ինչ որ անես։ Այո, բայց կներես ամենաառաջինը դու պետք է հասնես այդ հասկացությանը, որ դու ուզում ես փոխվես, հա, քեզ պետք է փոխվես։ Դա է ամենադժվարը, թե չէ, թե ոնց դա իրականացնել, ոնց այդ սովորությունը
ձևավորել, դրա ձևերը կան, Հա, մեխանիզմները այդքան դժվար չի, որը բավականին հեշտ է, հենա դու արել ես եւ կարծես թե շատ լավ ստացվում է, չէ՞ կոմոդ։ Իմ մոտ բան է, ամեն առավոտ մարզվելն է, ոնց որ տես կարմիր գիծ դրած, որի համար ես պետք է արթնանամ։ Իսկ դրա համար արդեն էլ նույն ձև փոփոխություն ես անում, հետո դա էլ արդեն հոսում է իր ազդեցությունն ունենում աշխատանքի վրա։ Հա, բայց առաջինը ճիշտ ես ասում, բանն է, պետք է ընդունես, որ ուզում ես փոխվես։ Ու սովորաբար այդ գալիս այն ժամանակ, երբ որ կամ հասկանում ես, որ sense շարունակելը վատ անելու, երկարաժամկետ շատ վատ անելու, կամ է վատ ալնում, որը քեզ ստիպում է որ փոխես։ Բայց ավելի լավ է ինքնական փոխվես, որովհետեւ որը շատ դժվար է, հա, այսինքն եթե չկա հետևանք քո արած կամ չարածի համար, որն է քո ինսենտիվը փոխվելու։ Դե հա, բայց այդտեղ է օրինակ աշխատանքային կուլտուրայի մեջ շատ կա, որ մենեջերները չեն ուզում իրենց աշխատողներին նեղացնեն։ Իրանց թվում է, որ այդ մարդուն դու ֆիդբեք տվեցի, որ ես ուշացա կամ ինչ ես գործը դու շանում, տանտաղանում կամ ընդհանրապես չես անում, շատերը դա ընդունում են անձնական ու նեղանալու պատճառ է դառնում, իսկ մեր այդ մշակութային առումով դա մեր մեջ համոզված ինձ թվում է կա, որ մենք չենք ուզում վատամարդ լինենք։ Մեզ թվում է, որ լավ մենեջեր լինելը դա վատամարդ լինելն է։ Լավ բաներ ասելն է։ Հա, իսկ բայց դու դրանով մարդուն փչացնում ես։ Ամեն ինչ նարեկ ավելի բարդ է, քան ես ու դու կարագրում ենք, ասեմ ինչի, որտեվ մենք երևի հոկտեմբերից սկսած, նոյեմբերից սկսած ակտիվ ռեկրուտմենտի մեջ ենք, հա, աշխատակիցների հավաքագրում, եւ օրինակ ես դեպքեր եմ ունեցել, որ գալիս են senior role-ի, executive role-ի համար, չգիտեմ, 15 րոպե ուշացած, հա, sense կիսա sense կիսկատակ, հա, դե մի քիչ ուշացանք բանես կոմենք, ասում է շուտ դուրս գայր։ Հա, պարկովկա չէի գտնում, հա, պարկովկա միշտ չէի գտնելու, մի քիչ շուտ դուրս գայր, այսինքն լուծելի հարց է, հա, այսինքն մարդու մոտ առաջնայնություն չի ժամանակին լինելը, չուշանալը։ Հա։ Իմ այդ թեմայով ընկերներից մեկի հետ ենք էլի խոսում, որ բանի մասին էր խոսում։ Օրինակ նայեք Հայաստանում մի ուրիշ տենդենց կա, ինձ թվում է դուք չեք առնչվել դրա հետ, որովհետև հրադեր փոքր բիզնեսների հետ չեք աշխատում, որ ամեն ամիս պետք է վճարում անի, կամ փոքր, միջին, մեծերն էլ են ուշացնում։ Հայաստանում օրինակ քրոնիկ փող ուշացնելու կուլտուրա կա ընկերությունների մեջ։ Այսինքն ասում են այսօրը կփոխանցենք ու չեն փոխանցում։ Պլատյոշկան ուղարկում, որ փոխանցել են, բարձմա պլատյոշկեն իսկական չի։ Ու տենց օքեյ է սաղին։ Այդ իրավիճակը այսօր շուկայում բոլորին օքեյ է։ Ու ես էլ եմ այդ իրավիճակում եղել, օրինակ նայեք ինձ ասում են այսօր կփոխանցեմ, օրինակ շաբաթվա վերջը ուրբաթ ասում են կփոխանցենք գումարը։ Դե որ ես 95%-ով գիտեմ, որ չեն փոխանցելու, բայց ես էլ ուրիշ գործընկերոջն եմ ասում, այսօր կփոխանցեմ։ Բայց նայեք, ես համարյա համոզված ելնելով, որ չեմ փոխանցելու, մեկը ասում եմ, որ այդ մարդուն չնեղացնեմ կամ չգիտեմ ինչ, խոստանավոր կանը։ Իրանք չեն անում, ես էլ չեմ անում, ու տենց շղթավ խաբեությունը գնում, այդ ընկերոջս հետ խոսում ենք տարիներ առաջ, ասում է, բան է, այդ մինչև փողը իմ հաշվին չէր լինում, ու ես չէի փոխանցում, չէի խոստանավոր կփոխանցեմ, որովհետև դու դրան ոնց որ պաստավկա ես, այն բիզնեսն, որտեղ մարդիկ այդ քեշի հետ կապված խնդիրներ ունեն։ Իսկ Հայաստան բիզնեսների մեծամասնության մեջ մոտ քրոնիկ քեշ ֆլոյի խնդիր կա։ Կարող է եկամտաբերեն, քեշ ֆլոյի տեսակետից համարյա բոլորը խնդիր ունեն։ Այդ գալիս է էլի սխալ մենեջմենտից, շատ սխալ մենեջմենտից, որտեղ բոլորիս մոտ այդ անգլերեն ասած wishful thinking-ը կա, այդ պարկովկի խնդրին եմ գալի։ Այսինքն սպասում ենք, որ այն հաճախորդը, որ միշտ ուշացրել է, այսօր չի ուշացնելու, կամ այն տեղում, որտեղ միշտ պարկովկա չի եղնելու, այսօր պարկովկա է հայտնվելու, կամ այն փողոցում, որ միշտ խցանում է, այդ խցանումը այսօր չի եղնելու։ Չէ, ոնց որ մենք սկսել շատ վատ ենք տեսնում կրկնվող պահելաձևերը, փաթերները, ասինքն անընդհատ այդտեղ պրոբկա մեծամասամբ։ Ենթադրի, որ ունելու է վատը։ Դուրս արի 10 րոպե շուտ, պրոբկա չի լինի ոչինչ, նստի մի հատ սուրճ խմի, նոր բարձրացի հանդիպում հետ։ Դու ճիշտ նշեցիր։ Այդ իմոտ տենց ա եղել։ Ես տենց սպասում եմ, որ ամենալավ սցենարն ալնելու ու իրականում չէր լինում։
Չէ, դու ճիշտ այդ շղթա որ ասեցիր, ինչ որ մեկը պետքա գիտակցի ու այդ շղթան կոտրի, հա, որտեվ եթե այդ շղթան միշտ աշխատում է, որ ասում եմ, եթե ուզում ես այլ արդյունք ստանաս, պետքա գործողությունները փոխես, չէ՞, չես կարող նույն գործողությունը անես, ուրիշ արդյունք ակնկալես։ Հա, ու պետք է նաև գիտակցել, որ միանգամից չես կարող փոխվես։ Օրինակ, շատ տեղերում շատ բաներ անելու ժամանակ է պետք։ Օրինակ, այդ դրական տրանսֆորմացիան, որ սկսում ես, մեկը պետք է հասկանաս, որ պահելաձևը ու շատ անգամ դու կարող ես հետ ընկնես այն հին ձևին, բայց պետքա սիստեմա կառուցես, որ կարողանաս դուրս գաս դրա մեջից, որ մի քանի տարվա մեջ դառնաս այն մարդը, որ ուզում ես դառնալ։ Այս նարեկ մոտենում ենք change management-ի գաղափարին, հա, որը նախ իմ սիրած թեմաներից է, երկրորդը մարդու բնույթը ինքնին նենց է, որ ոչ ոք չի սիրում ինչ որ ձևով փոփոխվել։ Հա, այսինքն երբ որ դու մարդուն առաջարկում ես, այ միշտ sense ես արել, հիմա ուրիշ ձև արա, նույնիսկ եթե դու հիմնավորում ես, որ դա լավ է, միջնաժամկետ, կարճաժամկետ, երկարաժամկետ, ոնց ուզում ես, հա, դա լավ է։ Մարդու առաջի ռեակցիան, բա ես այն ասող կյանքս տենց եմ արել, վատել չի եղել, հա։ Այսինքն միշտ այդ բանն է, բլոկ անելն է բոլորի մոտ առաջի ռեակցիան։ Եվ դրա ձևերից մեկը այն է, ինչ որ ես ու դու այս վերջին մի 10 րոպեն անում ենք կոմունիկացիան է, այսինքն անընդհատ խոսած դրա մասին բարձրաձայնես այդ խնդիրը, հա։ Բայց հա, ցավոք Իսկ դուք ո՞նց եք փորձում այսօրվա ձեր թիմում այդ փոփոխությունները մտցնել, օրինակ այդ վատ փոփոխությունները հանել։ Դե ասեցի, կոմունիկացիայով, թափանցիկ, տրանսպարենտ կոմունիկացիայով, ի տարբերություն քո նշած մենեջերների, ես խնդիր չունեմ ոչ մեկին ֆիդբեք տալու, թե լավ, թե շատ լավ, թե վատ, հա։ Այսինքն ես կարծում եմ մարդը պետք է միշտ ֆիդբեք ունենա, ում հետ որ աշխատում է գոլեգաներից, ում հետ որ ապրում է, այսինքն այդ ֆիդբեքի գաղափարը շատ կարևոր է, որտեղ հակառակ դեպքում մենք sense գծային մտածող, սայլո մտածող ինչ որ բաներ ենք դառնալու, եթե դու չգիտես ես լավ է թե վատ է, չգիտես ես քո արած գործողությունը ոնց ընկալվեց, նույնիսկ եթե դու լավ միտում ունեիր, հա, այսինքն կոնֆլիկտը ինչից է առաջանում, երբ որ ես մի բան անում եմ իմ կարծիքով լավ միտում ունենալով, բայց քո ընկալումը այդ իմ արածի նկատմամբ հակառակն էր։ Այդ ժամանակ կամ կոնֆլիկտ կամ թյուրըմբռնում է տեղի ունենում, հա, իսկ դա լուծելու կարծում եմ միակ, նո, ամենայն դեպս ամենահեշտ ձևը կոմունիկացիան է իրար հետ եւ բան տրանսպարենտ է, այսինքն թափանցիկ կոմունիկացիան առանց ինչ որ դողատակերով, եթե երևի երբ որ շատ կոնկրետ բաց խոսալն է։ Հա, այս վերջերս ԱՄՆ ոդկասթի հյուրի Շուշանի language therapy տենց շատ հետաքրքիր ոդկաստ կա լեզվի մասին անգլերենով ու Շուշան ասում էր որ ուսանողների աշխատանքները ստուգում ենք մի անգամից զգացվում էր որ Հայաստանի հայ է ասում որտեղ օրինակ այդ բաները էսեյները որտեղ իրանք ինչ որ բան պետք է պատմեն շատ վերացական է, լսած այս կոնկրետիկա ոնց որ կոնկրետ ինչ որ թեմայի հետ կապված կոնկրետ կարծիք չկա ինչի որովհետև երբ որ դու կոնկրետ թեմա շուրջ կոնկրետ քո կարծիքն ես ասում ոնց որ նաև դրա համար ինչ որ առումով պատասխանատու ես իսկ որ տես վերացական մեծ արժեքներից խոսում ես հա թե ով պետք է դրա մասին ասում ասում ավելի լավ է միասնական լինենք ավելի լավ ազգ հարուստներենք ազգը պետք է լավ ապրի ազգը պետք է միասնական լինի ու տես վերացական ինչ որ բաներ ենք ասում բայց իսկ դուք հավատում եք այդ գաղափարին որ պետք է մենակ կարանք միասնական առումով ինչ որ բան փոխենք անկերություն կլինի հասարակություն կլինի նայած ինչ միասնական ասելով ինչի նկատի ունես։ Դե օրինակ չգիտեմ մարդիկ անդադ ասում են Հայաստան լսած կլինի որ պետք է միավորվենք որ մի բան փոխենք։ Ես sense պատասխանեմ միասին խնդիր լուծելը էապես ավելի հեշտ է քան առանձին։ Բայց միջև ինչ որ քանակ չի կարա 100,000 հոգի մարդ իր հետ խնդիր լուծի։ Իհարկե ոչ, հա բայց ստեղ էլ արդեն ոնց որ այդ համակարգային մտածելու գաղափարն է գալիս, եթե ասենք 100,000 չասենք, եթե 10 հոգանոց ֆուտբոլ 11 հոգանոց ֆուտբոլի թիմ, հա, պատկերացնենք։ Եթե այս ֆուտբոլի թիմը որպես համակարգ չի գործում,
հա, այսինքն նույն խնդիրները լուծելու չեն գնում, նույն ստրատեգիան չունեն, նույն տակտիկան չեն կիրառում, ապա դու ունենում ես 11 հոգի ինդիվիդուալներ, անհատներ, ովքեր ֆուտբոլային մեկնաբաններից մեկը, որ ասում էր, տարվում է անհատական խաղով։ Այսինքն 11 հոգի տարվում են անհատական խաղով, հա։ Իսկ եթե դու կարողանում ես այդտեղ էլ արդեն այդ Մորինյոյի եւ այլ լավ ֆուտբոլային մենեջերների դերը ինչու՞մն է, որ իրանք կարողանում են այս 11 անհատներից ստանալ մի համակարգ, մի օրգանիզմ, ովքեր որ դուրս են գալիս դաշտ այդ կոնկրետ խնդիրը լուծելու համար։ 4 հատ գոլ խփելու համար կամ չգիտեմ, ինչ որ այդ խաղի շրջանակում ինչ խնդիր որ դրված է։ Իսկ ձեր կարծիքով, քո կարծիքով այդ համակարգերը կառուցվում են ընկերության ներսում նայենք կամ թիմի ներսում նայենք ավելի հեշտ է էլի այտենց վերացական էլի այտենց բան ֆուտբոլ չգնանք, հա։ Չէ, ֆուտբոլը վերացական չի, ֆուտբոլը կոնկրետ օրինակ է, ազգովի միավորվել նա մի քիչ վերացական կոնկրետ ընկերության ներսում համակարգ կառուցելով, որ թիմը կարողանա իրար հետ էֆեկտիվ փոխհամագործակցի ու կարողանան իրար հետ խնդիրներ լուծեն։ Այդ դրա համար KPI-ները պետք, OKR-ները պետք, management ինչ-որ տարբեր գործիքները պետք, թե դրան կարելի է հասնել մենակ մշակույթի միջոցով։ Մշակույթը շատ լավ նշեցիր, մշակույթը այն որ ամենահիմքն է, հա, եթե դու չունես լավ մշակույթ քո կառույցի ներսում, թիմ, կազմակերպություն, չգիտեմ, նայած ինչ սկեյլով ես, հա, ուզում ինչ չափսով ես, մասշտաբով ես ուզում նայած, իհարկե դա չի աշխատի երբեք, հա, բայց ոչ միայն մշակույթը, այլ նաև փորձում եմ թարգմանել shared goals ունենալը, հա, ընդհանուր նպատակներ, այո, ընդհանուր նպատակներ ունենալը, ընդհանուր միսիա ունենալը, հա, այդ ամեն ինչ այդ փոքր բաղկացուցիչները բերում են այս իմ ասած, որ ասում եմ համակարգային մտածելու կամ այդ օրգանիզմի գաղափարին, հա, որ այն ինչը որ մենք անում ենք, բոլորս նույն ուղղությամբ ենք գնում, նույն խնդիրը լուծելու համար ենք գնում, մեկը մի քիչ արագ, մեկը մի քիչ դանդաղ, բայց մենք բոլորս միասին շարժվում ենք նույն ուղղությամբ։ Իսկ ցանկացած ընկերություն կարա իր միսիան նենց ներկայացնի, որ թիմը դրանից ողջևորվի։ Օրինակ ձեր դեպքում, իմ ID դեպքում, հա, պարզ է, իրական կարևոր բան արվում, որը միլիոնավոր մարդկանց կյանքի վրա դրական ազդեցություն կարելի է ունենալ, կարելի է դրանով մոտիվացնել։ Բայց օրինակ չգիտեմ, պլաստիկ արտադրող ընկերություն է, որը այդպես էկոլոգիանա կեղտոտ ոնց մոտիվացնել, էլի թիմին ասես։ Չեմ կարող ասեմ, դա այդ խնդիրը թե պլաստիկ արտադրողները բանան է, բայց այդ ամեն ինչը հասկանում ես, այդ մարդիկ պլաստիկը արտադրում են միգուցե 2-3 նպատակով, հա, առաջինը բիզնես քեյս ունեն դրա հետևում, գիտեն որ բան կա, կամ ինչ որ պլաստիկը ինքնանպատակ չեն արտադրում, չէ՞, այդ պլաստիկն է գնում օգտագործվում, հա, խմիչքների, տարբեր խմիչքների շիշա դառնում կամ չգիտեմ ինչ որ բան է դառնում, այսինքն ոչ մեկ անպետք բան չի արտադրում։ Այսինքն այդ առումով էլ միշտ ամեն ինչ արվում է ինչ որ բանի նպատակով, հա, հիմա եթե այդ կազմակերպության կուլտուրայի, culture-ի հիմքում կամ vision-ի հիմքում դրված է այն գաղափարը, որ մենք գնում ենք այո, պլաստիկը եթե գցես օվկիանոսի մեջ, դա վատ է եւ այլն, բայց մինչեւ օվկիանոս հասնելը ինքը այսքան մարդու, չգիտեմ, կյանք հաշտացնում։ Դա հեծանիվ քշելուց կարաս ջուր խմես։ Դա բայց դա իրականում լավ բան ասեցիք, որ անպետք բան չի արտադրում, եթե արտադրվում է ինչ-որ մեկը պատրաստ է դրա համար գումար վճարի, եթե չէ, այդ ընկերությունը վերանում է։ Այո, այո։ Դա քրքիր է։ Չգիտեմ, այդ բաններ չի ասում իր գրքի մեջ Յուվալ Նովան Հարարին, որ այդ ընկերությունների մշակույթ, vision-ը, mission-ը, այդ ամեն ինչը ստեղծվել է նրա համար, որ 100-ից ավել մարդ իրար հետ կարողանա համագործակցի, որտեվ հա 100 քանի հոգի էր ասում, այդ դրանից ավել մարդ ֆիզիկապես դու չես կարա ճանաչես, իրար հետ աշխատեք ու բոլորդ իրար ճանաչեք, դրա համար ընկերությունները իրենց համար նպատակներ են հնարում կամ ունեն, որի շուրջ մարդիկ կարան համախմբվեն ու սկսեն արժեք ստեղծել կամ աշխատեն։
որովհետեւ իմ կարծիքով 21-րդ դարում որ հատկապես այն աշխատանքները, որը կապված է կրեատիվության հետ ու դու գիտելիք ես ստեղծում կամ նոր դիզայն ես ստեղծում, նոր product ես ստեղծում, մեդիա պրոյեկտ ես այն ինչ որ այդ նման աշխատանքները առանց ուժեղ թիմակիցների, ովքեր մոտիվացված են ու զգում են ընկերության նպատակը, հասկանում են ընկերության նպատակը, անհնար է մրցակցել համաշխարհային շուկայում։ Այո, զգում են եւ համ էլ կիսում են այդ գաղափարը, այսինքն կրիչն են այդ գաղափարի, որը իմ կարծիքով ավելի կարևոր բաղադրիչ է։ Այսինքն դու կարաս հասկանաս, բայց չընդունես, հա, այդ որ ասում է disagree but commit։ Համաձայն չեմ, բայց իմ մասը կանեն։ Հա, բայց այդ չի հաջողության գաղտնիքը, իմ կարծիքով հաջողության գաղտնիքը ունենալ այնպեսի թիմ, ովքեր որ կիսում են այդ արժեքները, հա, այդ ժամանակ այ ոնց որ մեր թիմն է իմ ID-ով, հա, իմ ID-ով, բոլորս կիսում ենք այն աշխատանքը, այն արժեքները, որի ուղղությամբ աշխատում ենք, եւ ֆանտաստիկ դինամիկա ունենք հիմա թիմում, սիրով եւ շատ արագ առաջ են գնում։ Հա, ասացիք վատի մասին խոսացինք մշակույթի Հայաստանի աշխատանքն, ասացիք, բայց նաև լավ կողմեր կա, լավ կողմերը որոնք են։ Լավը շատ է։ Ես մի քանի շատ է իրականում։ Ես մի քանի օրինակներ բերեմ, այդ կոչվում է creative problem solving, հա, որը այն մեր մոտ խիստ շատ կրեատիվ խնդիրների լուծում, հա, շատ խորն է եւ վառն է արտահայտված եւ ուղղակի այսպես աշխատում է, կապ չունի ինչ խնդիր է, ասենց արագ brainstorming-ի արդյունքում կարանք ինչ-որ բան գտնենք, լուծում գտնենք եւ շարժվենք առաջ, հա։ Դա երևի մենակ այդ կնշեմ, որտեղ դա այն որ իմ կարելի ասել ամենօրյա հիացմունքն է, թե այն որ ուրիշ իրականության մեջ սա ինչ-որ լուրջ խնդիր կլներ, բա ոնց անենք, ինչ անենք, երևի պետք է էս անել եւ այլն, հա, բայց քննարկումների brainstorming-ի արդյունքում ասենց ինչ-որ կրեատիվ մտքեր են ծնվում։ Հա, իսկ քանի հոգի է թիմը հիմա։ Հիմա մոտ 20 հոգի ենք։ Հա։ Եվ տեխնիկական թիմը թե եւ տեխնիկական եւ executive team, այո։ Համը մարքեթինգ։ Եվ մարքեթինգ, այո, մարքեթինգ եւ product։ Մարքեթինգը իմ լավ ընկերներն են, Ավակ Արմեն Ավակյան ու Մարիամը։ Հա, մարքեթինգը լավ է։ Արմենը համել product-ի համար է պատասխանատու, սա ինքը երկու գլխարկ ունի։ Բայց հա, շատ սուպեր թիմ ունենք։ Հա, ճիշտ է, Արմենը product-ը, Մարիամն է մարքեթինգը խառնեցի։ Արմենի հետ մենք երկար հեքսակտում ենք իրար հետ աշխատել։ Հետնայինք իմ դասախոսն է ամերիկյան համալսարանում, տենց ենք ծանոթացել։ Ոնց էր դասախոսի հետ աշխատելը, պարտավորեցնող չէր։ Ես մեր իր հետ սկսեցինք աշխատենք, երբ որ արդեն ես իր դասախոսը չէի, ինքն իմ դասախոսը չէր, որտեվ ինքը ինձ զանգեց, ասաց Ստեփանի հետ ծանոթացրեց հեքսակտի, տենց իրական ահագին ինքը մեղք ուներ, որ իրար հետ սկսեցինք աշխատենք էլի։ Հա, հետաքրքիր էր։ Ու իրականում ամերիկյանի դասախոսներից շատերի հետ ես ընկերացա։ Ամերիկյան համալսարանի իրակրթության առումով այնց շատ տարբերվում է Հայաստանում, որովհետև ավելի շատ նման է ամերիկյան ու եվրոպական մոդելի ընկերության, քան սովետական, որովհետև մեր համալսարանների մեծ մասը հլադեր սովետական մոդելով են աշխատում։ Չգիտեմ, հուսով եմ ինչ-որ պահի հետ էլ կփոխվի քիչ։ Դու համ հայկական համալսարանում ես սովորել, այդ համալսարանում, չէ՞, համ է դուրսը Վիեննայում, չէ՞։ Գերմանիա։ Իսկ եթե դրանք է համեմատենք։ Դե դա դու արդեն ասեցիր էլի։ Ցավոք այն ժամանակ ամենայն դեպս հիմա չեմ կարող ասեմ շատ անհամեմատելի են։ Հա։ Այսինքն ես չգիտեմ, իմ PhD-ն ոնց որ մի մասը ստեղ էի, մյուս մասը Համբուրգում, որտեղ ունեի fellowship, Young Scientist Fellowship, եւ շատ մեծ կոնտրաստ էր էլի, ասենք երբ որ տարվա կեսը այնտեղ ես, պլյուս կեսը ստեղ ես, որ մի անգամից ինձ
տարբերությունը շոշափելի զգացվում էր։ Մի հատ հարցնամ, չգիտեմ, եթե կուզեք կարող չպատասխանես, բայց աշխատելով, սովորելով Եվրոպայում հետնել, աշխատելով ու նաև սովորել ես Հայաստանում, միանշանակ համոզված եմ համեմատություններ արել ես, կարող անգամ ընկերներով քննարկել եք։ Ես օրինակ մի քանի օր առաջ եմ Իտալիայից հետ եկել, ու որ հետ ես գալի, միշտ բան ես սկսում ես համեմատես, ու փորձում ես հասկանաս, օրինակ իրանք ինչն են ճիշտ անում, որ մենք սխալ ենք անում, կամ ինչն ենք մենք սխալ ընկալում, կամ որտեղ ենք թերանում, որ մեր մոտ չի ստացվում կրթությունը այդ մակարդակի հասցնել, մեր մոտ չի ստացվում այդ մակարդակի ընկերություններ ստեղծել, այսինքն չգիտեմ, ինձ թվում է բոլորն էլ գիտեն ինչ խնդիրներ կա։ Տենց թեմաների մասին մտածել ես։ Շատ եմ մտածել, ես ավելի ոնց որ լավատեսական տոն տամ էլի, ես ասացիդ, դեռ չի ստացվում։ Ես վստահ եմ, որ 10 տարի առաջ չէր ստացվում, հիմա ստացվում է։ Եթե դու համատես 10 տարի առաջ եւ հիմա 5 տարի առաջ եւ հիմա, այսինքն այդ դրական դինամիկան կա։ Ես եթե օրինակ համեմատում եմ, չգիտեմ, 20 տարի առաջվա Երևանը եւ այսօրվա Երևանը, հա, շատ դիրքերով, օրինակ, շատ ոլորտներում, որ մենք շատ առաջ ենք։ Մենք չգիտենք, արդեն որտեվ սովորել ենք այդ լավին։ Հա։ Նույն վերադառնանք ֆինանսական աշխարհ, նույն այդ մեր on-line banking-ը, մարդկանց այդ wallet-ներով օգտվելը, բան, հա, LTE վտանգավոր է, անվտանգ է, այդ եւ այլն, այդ մասը բացվում, բայց գործիքակազմը կա եւ մարդիկ օգտվում են։ Նույն եթե ես օրինակ իմ Ավստրիայի բանկի on-line banking-ը համեմատեմ իմ հայկական բանկի on-line banking-ի հետ, որ շատ մեծ տարբերություն կա իօքուտ հայկականի, իհարկե, հա, այսինքն միշտ կա դրական shift, ուղղակի դրական տեղաշարժ, ուղղակի մենք ուզում ենք ամեն ինչ արագ միանգամից եւ հիմա, բայց ցավոք աշխարհը տենց չի աշխատում, ինչ որ բաներ մի քիչ երկար են տևում, ինչ որ բաներ արագ։ Իսկ կրթությունը նույնը կրթությունն է, ինձ թվում է կրթության առումով մենք այդ սովետական, պոստսովետական բանը վերցրեցինք, որը միջայլոց ինձ չի որ չէ, դա չի որ վատն է, մենակ վատն էր, հա, ինչ որ հա վատ այն հիմնարար մասով իրականում այդ սովետական կրթությունը շատ մեծ պրոֆայլի սենց ասեմ մասնագետեր էր թողարկում եւ շատ խորը գիտելիքներով, հա։ Ֆիզմատողությունը հատկապես լավ ուժեղ էր։ Այո, մասնավորապես ֆիզմատողությունը շատ ուժեղ էր, ճշգրիտ գիտությունների ուղղությունը մասնավորապես շատ ուժեղ էր։ Ինձ թվում է մեր այս 90-ականներ post-sovet, հա, այդ ժամանակ մի քիչ այդ ճեղքը տեղից գնաց, որը մենակ Հայաստանի խնդիրը չէր, այլ սովետական երկրներ։ Այսինքն այդ անցումը, այդ shift-ը անալոգից թվային, հա, ասենց ասեմ, տեղի չունեցավ կամ տեղի ունեցավ, բայց շատ ավելի դանդաղ, քան կարող էր։ Հիմա արդեն դրա գիտակցությունը կա, հա, եւ այդ փոփոխությունները տեղի են ունենում, բայց ոնց որ ասացի, կարծում եմ ժամանակա պետք է հարցը այդ կհարթվի արդեն։ Իսկ երբ որ Եվրոպայում էր ապրում, Հայաստան գալիս էր։ Հա, իհարկե, շատ։ Այսինքն ստեի փոփոխությունները անընդհատ տեսնում էր։ Դե գիտես, այնց ոնց որ հիմա եմ տեսնում, չէ, որտեվ գալիս էինք ինչ որ կա արձակուրդ, հա, որպես տուրիստ էի գալիս միշտ, թե մենակ թե ընտանիքով, այսինքն տենց կենցաղի մակարդակով չէր խորանում, ինչ որ լավ բաներ էիր տեսնում, ուրախանում էիր, վատ բաները երևի չէիր տեսնում։ Բայց երբ որ ապրում ես, արդեն ոնց որ ավելի առարկայական կարողանում ես համեմատել, ավելի ոնց որ խորը բաներ եւ մեծ բաներ տեսնել, հա։ Հետաքրքիր է։ Հա, սովորաբար որ մենք այդ փոփոխությունների մեջ ենք Հայաստանում, չենք նկատում օրինակ ինչ դրական փոփոխություններ ա եղել։ Բայց ես որ հիշում եմ 90-ականները ու հիմա շատ մեծ տարբերություն։ Սարուձորա միանշանակ։ Դե շատ, եթե նույնիսկ շատ հեռու էլ չգնաս, ասենք, չգիտեմ, հաշվի 5 տարի առաջ, ինչ որ դու եթե կոնկրետ հիշողություններ ունես 5 տարի առաջ ու այդ նույնը եթե պրոյեկտես
հիմիկվա վրա, կտեսնես, որ էլի դրական փոփոխություններ կա։ 5 տարվա մեջ այդպես շատ չի սովորաբար, բայց օրինակ 10-20 տարով օրինակ 20-ը հա, բարձր։ շատ ավելի շատ է։ Չնայած կարող է եղել, բայց չենք նկատում, որովհետև 5 տարի առաջ մեկ iPhone-ները կային, արդեն նորմալ ինֆրաստրուկտուրա պրինցիպի կար։ Լավ, սպասի քո օրինակը բերեմ։ 5 տարի առաջ դու կարայր Apple Pay-ով վճարում կատարեիր Երևանի ինչ որ կոֆեի 5 տարի առաջ չէ, ես 5 տարի առաջ դրսի քարտ ունեի Apple Pay-ին կպցրած, որ վճարում էր այդպես սաղ զարմանում էր, էս ինչ է։ Իսկ հիմա արդեն նորմալ է։ Հիմա բոլորն են օգտվում։ Անցել է ընդամենը 5 տարի։ Ու բանը օրինակ ռուսները որ եկան, որոշ process-ներ ավելի արագացան, օրինակ այդ նույն post terminal-ների բանը օգտագործումը։ Համ բանկերը սկսեցին ավելի հեշտ տան, որովհետև առաջ ավելի դժվար էին post terminal-ներ տալիս։ Համ է շատ փոքր խանութներ անգամ սկսեցին post terminal-ներ դնել, ու այսօր մի օր բանը փորձ արեցինք մի շաբաթ առանց քեշի կարանք Հայաստանում ապրենք թե չէ։ Այդ երբ։ Նոր տարուց առաջ։ Էս նոր տարուց։ Հա, երբ 4 ամիս առաջ։ Ու առանց ոչ մի խնդիր Երևանում դու կարաս առանց քեշի ապրես։ Այո, ես հաստատում եմ դա, որովհետև ես ասենք քեշ, չգիտեմ, վերջին անգամ երբեմն քեշ ունեցել։ Այսինքն ու մենակ կենտրոնում չէ։ Հա, ամբողջ Երևանում խանութ եւ այդ անգամ մեծ փոքր մարզերում կողքի գյուղերում ես ապրում կամ մարզերում ես ապրում։ Այո։ Դու Երևանի կողքի գյուղերում հաստատ կարաս, բայց մի քիչ ավելի հեռավոր գյուղերում խնդիր կլինի։ Բայց համենայն դեպս Վանաձոր, Երևան, Գյումրի մեծ քաղաքների շրջակա գյուղերում առանց խնդիր կարաս քեշի ապրես, ու եթե արկա համակարգը պատահական չթռնի, որը մեկ լինում է, բայց մեկը շատ ստաբիլ է ինքը ահագին, ու դա էլ օրինակ հետաքրքիր բան է, տեսեք շատ մեծ անգամ պետություններ չունեն իրենց ներքին ֆինանսական նման processing համակարգեր, ոնց որ արկան է։ Ու արկան դες ահագին հին պրոյեկտ է։ Հա, չէ, ճիշտ եք ասում, դրական բաներ կա։ Չէ, կա, ուղղակի մենք դու ճիշտ ասացիր, որ երբ որ մեջնես չես նկատում, հա, մինչև ասենք Կարենը ուշադրությունը չգրավի դրա վրա, արդեն կաս հա, իհարկե։ Հա, մեկ այս ոդկասթները հենց դրանով էլ է լավ, որ տարբեր հյուրերի հետ տարբեր թեմաներով խոսում ես ու հասկանում ես, որ ինչքան լայն է ամեն ինչ, ինչքան տարբեր կարող լինի ամեն ինչ, ինչքան նեղ ենք մենք բոլորս նայում, ու եթե բաց լինենք, կարանք մեզ թույլ տանք մտահորիզոնը մեր լայնացնենք, սկսում ենք հետաքրքիր բաներ նկատենք։ Բայց մեկը բանը մեր հասարակության մեջ ինքնացենզուրան ահագին շատ է, որ թեմաներ կա մարդիկ վախում են խոսան, խուսափում են, հա, խուսափում են այդ թեմաներից խոսան, որովհետև կարող է իրանց շրջապատում, որը կոնկրետ ինչ-որ քաղաքական ուղղվածություն ունի, դու իրավունք ունես ասես, որ ինչ-որ բանը լավ է, կամ հակառակը դու չես կարող ասես, որ վատ է, որտեղ ոնց մեր մոտ ամեն ինչ լավ է կամ մեր մոտ ամեն ինչ վատ է, չգիտեմ, տենց բաներ կա, հիմա որ մի քիչ ավելի երկար մնաք, ահագին նրբություններ կսկսեք տենաք, եթե արդեն չես տեսել այդ ամեն ինչը, ու միշտ հետաքրքիր է տարբեր երկրներում ապրելով այդ ամեն ինչը համեմատես, ու ես չգիտեմ, խորը համոզմունք ունեմ, որ ցանկացած մարդ պետք է իր կյանքի ընթացքում գոնե 5 տարի իր երկրում չապրի։ Նախ դու սկսում ես հասկանաս ուրիշ մշակույթներ, ու որ ամեն ինչ կարող լինի շատ տարբեր, սկսում ես տեսնել բաներ, որ վատն է, բայց դու չես հասկացել, որ դա վատն է, բայց միևնույն ժամանակ նա սկսում ես գնահատես այն, որ իրոք քո մշակույթի մեջ լավն է։ Այո, որտեվ այդ ժամանակ ոնց որ դու համեմատելու բաներ ես ունենում։ Հա, երբ որ դու ինչ որ sense համասար չեմ ուզում ասեմ մոնոէթնիկ, լավ sense ասեմ, մոնոէթնիկ միջավայրում ես ապրում, եւ culture-ի տեսակետից, հա, նույն կուլտուրա կրողների շրջապատում ես ապրում, դա մի բան է,
կապ չունի դա լավ կուլտուրայի ավատնա, այսինքն որակի մասին չի խոսքը, այդ համասարության մասին է խոսքը։ Մի կողմից եւ մյուս կողմից, չգիտեմ, ապրում ես Ամերիկայի նման ինչ-որ մի երկրում, որտեղ շատ diverse է, շատ բազմազան է, կամ Եվրոպա եւ այլն, ինչ-որ միտեղ, հա։ Այդ ժամանակ արդեն դու կարողանում ես այդ տարբերությունները շատ կոնկրետ, շատ առարկայական տեսնել եւ ոնց որ համեմատության եզրեր ես։ Հա։ Ու նա սկսվեց գնահատես, օրինակ Լոս Անջելեսում գնացի իրանց այդ National History Museum-ը, որտեղ նաեւ Լոս Անջելեսի քաղաքի պատմության նվիրված կտոր կար, որտեղ տես մի հատ exhibition կար, որտեղ ոնց որ Լոս Անջելեսի բոլոր տարբեր մշակույթներն էր, ու նայում ես այդտեղ կորեական, մեքսիկական, ճապոնական, ու հետո նայում եմ դրա մեջ նաև հայկական ինչ-որ կտորներ կար, Արցախի դրոշը կար, ու այդպես մի տեսակ դրական էներգիա լցվեցի, որ չգիտեմ, Լոս Անջելեսում այդքան կուլտուրայի ու ամեն ինչի մեջ այն մարդիկ, որ որտեղ ապրում են, գնահատում են իր մշակույթի այդ լայնը լինելը, տարբերելները ու իրանք ընդունում են, որ իրանք քաղաքի մի մասն է հայկականը, որտեղ այնտեղ մեծ թվով հայեր կան, ովքեր քաղաքի մշակույթի վրա ունեցել են ազդեցություն։ Հա, իրանք, չգիտեմ, ուտելիքի առումով, պահելաձևի առումով, լեզվի առումով միանշանակ այդ հետաքրքիր է։ Իսկ Եվրոպայում էլ էին տենց ընդունում տարբեր մշակույթների ազդեցություն իրենց վրա, թե այնտեղ մի քիչ ավելի կոնսերվատիվ են։ Նայած երկրից երկիր կա կոնսերվատիվ, կա չէ, բայց այդ կոնսերվատիզմը ժամանակի ընթացքում բան անում է, այսպես հալվում գնում է, որտեվ չգիտեմ, եթե համեմատենք օրինակ համար 60-ականների Ֆրանսիան եւ այսօրվա Ֆրանսիան, հա, այդ բոլոր միգրանտների արաբական երկրներից արդեն իրանք հասարակության մի մաս են։ Նույնը Անգլիայի օրինակը եթե համեմատես, հա, այսինքն հնդիկ կամ արաբ պոպուլյացիան Անգլիայում արդեն էական եւ իրանք կուլտուրայի մի մասն են, չգիտեմ, ինտեգրված են այդ հասարակության մեջ, բայց եթե դու այդ ամեն ինչը հետ գնաս, չգիտեմ, 60-ականներ, 50-ականներ, կոնտրաստ կար։ Հիմա արդեն կոնտրաստ չկա։ Հա, հիմա արդեն իրանք սերտ աճել են միմյանց հետ եւ բարձր այն կուլտուրան բերել է իր մասը, շարունակենք Անգլիայի օրինակը, եւ Անգլիայում, չգիտեմ, Լոնդոնում curry ուտելը շատ ազգային, որ լոնդոնյան կերակուր է, որը շատ օքեյ է։ Այս Լոնդոնը երևի ավելի շատ կարի եմ կերակուր։ Հա, տեսնում ես, fish and chips։ Հա, հաստատ։ Այդ այն ասածը, նկատի ունեմ, դա բնական process է, որը զուտ ժամանակի ընթացքում բերում այդ ամբողջ սահմանները բան անում։ Իսկ ամենամեծ մշակութային շոկը ո՞րն էր, որ Եվրոպա տեղափոխվեցիր։ Որ ասեմ, շոկ, sense որ շոկային ոչ մի բան չէր, ճիշտն ասած։ Հա։ Չգիտեմ, մեծ բան մի օրինակ էլի շարունակեմ Ֆրանսիայի թեման, մի օրինակ եմ, որ շատ մեծ կոնտրաստ էր իմ համար, այդ ֆրանսիացիների վերաբերմունքը իրանց lunch time-ին, հա, այն 12:00-ն, նույնիսկ 11:50-ից սկսած, դա ասենց սրբություն է համարվում։ Իսկ ես մի անգամ, երբ որ նոր էի սկսում աշխատել, անզգուշություն ունեցա շատ կարևոր մի հատ միտինգ նշանակել ժամը 12-ին։ Հա, всё, արդեն ես որ ասма իմ դասը սովորեցի, այդ ուտելու եւ լանչի մշակույթը շատ հետաքրքիր ֆենոմեն էր ֆրանսիացիների, որտեվ իհարկե բոլոր երկրներում էլ կամ 12-ին կամ 1-ին այդ աշխատանքային lunch time-ն է, բայց ֆրանսիացիների վերաբերմունքը այդ գաղափարին շատ հաճելի է եւ հրապուրիչ է, եւ ասենք բիզնես լանչը կամ սովորական օֆիսային լանչը կարող է տևեր, ասենք 2.5 ժամ, որից առաջի կես ժամը ուտելներ, երկրորդ կես ժամը քննարկել բոլորի ուտելիքները, բա դու ինչ կերար, ինչի էս պատվիրեցիր, այլ ոչ թե այն, բայց ամենահետաքրքիրը, որ դրանից հետո ինքը ոնց որ team meeting լիներ կամ ինչ որ արդեն գործի մասին էինք խոսում եւ շատ որ կոֆեի շուրջի խոսակցություններ, հա, այսինքն շատ պրոդուկտիվ էր հետո դառնում, բայց այդ ամբողջ
Իսկ դա գործի վրա լավ էր ազդում։ Շատ լավ։ Շատ լավ։ Հա, շատ դրական։ որտեվ հիշում եմ YouTube-ը մի հատ վիդեո է նայում Bell Labs-ի մասին, AT&T այդ հայտնի լաբորատորիան, որտեղ այդ չեմ սխալվում 13 հատ Նոբելյան մրցանակակիր ա եղել այդից։ Ասում եմ իրանք Bell Lab-ը հատուկ նենց էին դիզայն արել, որ մարդիկ մաքսիմում շատ իրար հանդիպեն միջանցքներում ու խոսան, շփվեն։ Որովհետև երբ որ ինժեները, չգիտեմ, դիզայները հետա խոսում, ինչ որ հետաքրքիր բաներ ծնվում է հետաքրքիր։ Այո, ես համաձայն եմ դրան։ Հիմա վաղը երբ որ դու գաս մեր գրասենյակ, կտեսնես մենք ունենք այսպես whiteboard-ային գոտիներ։ Մեր ներքին հիվանդություններից մեկն էլ whiteboard անելն է։ Եվ իհարկե միտումնավոր չէ, բայց այնց հաստատվել, որ մեր whiteboard-ները դեպի խոհանոց ճանապարհին են, այսինքն ամենտեղ կա եւ մենք էլ այդ learning curve-ի մեջ ենք գտնվում, անընդհատ մեր մոտ այդ կուլտուրան կա, ինչ որ իրար մի բան պատմել, բայց նկարելով, բայց building block-երով կամ բաներով, սխեմաներով ու դիագրամներով, բայց հա, իհարկե շփումը մեծ կատալիստ է։ Հա, շատ լավ։ Վաղը կարևոր օր է ձեր համար։ Այո, լիքը հյուր կունենա։ Լարված եք այդ առիթով թիմը։ Լարված ենք այն առումով, որ ուզում ենք լավ անցնի, այդ առումով, թե չէ դրանից դուրս միայն դրական մեսեջներ ունենք եւ ուզում ենք մեր պարտներներին, գոլեգաներին, բոլոր ովքեր որ աշխատեն մեր հետ կամ աշխատում են մեր հետ, այս որ դե արդեն մենք operational ենք, դե արդեն մենք աշխատում ենք, մեր գալու մասին հայտնենք։ Սա չէ, մեծ լարվածություն ըստ էության չկա, բայց որ ասում եմ ոնց որ բոլոր տան տերերը երբ որ հյուր ես ընդունում, չէ, ուզում ես որ ամեն ինչ բան լինի, լավ անցնի, վստահ եմ որ շատ լավ կլինի ամեն ինչ։ Իսկ product-ի timeline-ը ոնց է product-ների, ինչ է սպասվում, մոտակա, չգիտեմ, մի տարվա մեջ։ Մենք երկու շատ մեծ milestone ունենք, մեկը տարվա կես այդ մեր certification authority-ն, այսինքն N audit-ը որ ասացիք անցնեք, audit-ից հետո N սարքավորումները կամ N տեխնոլոգիան, ով որ թողարկելու է electronic identity-ն, ասենք մի քիչ վերացական ասեմ, որ շատ տեխնիկական չգնամ, այսինքն ով որ թողարկելու է այդ digital certificate-ը, թվային սերտիֆիկատը։ Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ եւ տարվա կեսին երևի հուլիս-օգոստոս դա արդեն լայվ կլինի, դրանից հետո արդեն կանցնենք աուդիտը։ Մենք նոր կոնցեպտ ենք նոր Հայաստանի համար, իհարկե սա գոյություն ունեցող կոնցեպտ է, որ մենք թողարկելու ենք սերտիֆիկատներ նաև կազմակերպության համար, այսինքն նշանակում է ոնց որ անձը ունի էլեկտրոնային identity, ինձով կազմակերպությունը կունենա էլեկտրոնային identity եւ ըստ այդմ կազմակերպությունը հաստատվում է կարաստորագրի կազմակերպության անունից, ոչ թե կազմակերպության անհատը, չգիտեմ, տնօրենը հաշվապահը կստորագրի իր անունից, այլ այս փաստաթուղթը ստորագրվել է ԱԿ կազմակերպության կողմից։ So այդ մեր մի milestone-ն է, մյուսն էլ որ տարվա վերջ մենք ուզում ենք մեր վերջին սերնդի app-based, application-based լուծումը ունենանք հեռախոսների մեջ արդեն։ Այո, որը հեռախոսների մեջ կլինի եւ launch կանենք 26 թվականի առաջին եռամսյակում։ So այդ առումով արդեն չգիտեմ, երևի 20-ից ավել եվրոպական վենդորների հետ ենք խոսացել, մանրամասնագույն են, որ ամեն բաղադրիչի մակարդակով բոլորի հետ խորացել, հասկացել, որը ինչ է անում, ինչի է անում, մեր խնդիրը էլ եմ ասում, այնա, որ արագ շուկային տրամադրել հեշտ, անվտանգ, ապահով եւ սերտիֆիկացված լուծում, անենց որ հերուն գնալով հասնենք այնտեղ, որ հայկական էլեկտրոնային ստորագրությունը փոխճանաչելի լինի Եվրոպայում, այսինքն այնտեղ մի քիչ ճանապարհ կա անցնելու իհարկե պետական մակարդակով, բայց եթե մենք տեխնիկապես կարողանում ենք
այդ գործիքակազմը արդեն տալ, մնացածը ոնց որ ռեգուլյացիոն եւ օրենսդրական խնդիրներ են, որոնք կարծում եմ լուծելի են։ So մեծ milestone-ը է դա, այդ առումով մենք արդեն այդ 20 վենդորներից ունենք 3-4 ֆինալիստներ, այս վերջին փուլերում ենք։ Մի խոսքով շատ աշխատանք ունենք կատարել, բայց սիրով անում ենք։ Իսկ թիմը մեծացնում եք։ Հա, Ազատ հաստիկներ ունեք։ Շատ։ Որտեղ կան մեր լսողներն այն։ Իսկ այս ոդկասթից հետո ագի մարդ կուզենա։ LinkedIn-ում մենք շատ լավ մեծ ներկայություն ունենք, մի քանի շաբաթ առաջ նաև Instagram-ում եւ Facebook-ում մեր էջերը բացեցինք, բայց հիմնական ոնց որ մեր աշխատանքներին եւ նույնիսկ մեր առօրյային կարելի է LinkedIn-ով հետևել բավականին ակտիվ եւ թափանցիկ կիսվում ենք ինչ ենք անում, ոնց ենք անում, ինչ հաստիկներ ունենք, այդ ամենը։ Շատ լավ է։ Իսկ ձեզ ի՞նչն է ոգևորում։ Մեր տրադիցիոն հարց։ Դե չգիտեմ, կոնկրետ այս պարագայում ինձ լրիվ ոդկասթի ընթացքում նորմալ չկարեցա դուրի անցնել։ Հա, դե ոչինչ, կաշխատենք այդտեղից։ Չգիտեմ, հիմա մի քիչ sense այդ drive-ի մեջ եմ անձամբ ես եւ ինձ թվում է իմ կողքի բոլոր մարդիկ կարողացել եմ իմ կողքի մարդկանց այդ վարակել իմ հետ այս ճանապարհը անցնելու մտքով ու գաղափարով, so կարծում եմ իմ համար ամենայն դեպս այս մեր ուզած արդյունքները եւ մեր ուզած որակի արդյունքները տալն է, այն դա շատ ավոք պարտավորեցնում է այո, բայց համ էլ ոգևորում է այնքանով, որ չգիտեմ, օրը 14 ժամ երևի թե ամբողջ թիմը աշխատում է մեծ սիրով եւ թարմ ուրախ մյուս օրը գալիս է նոր մտքերով եւ բանով։ Դա շատ ոգևորիչ է։